Կոնֆուցիոսը ասել է, որ միայն իմաստունները եւ հիմարները իրավունք ունեն չկրթվելու, մնացածը պետք է կրթվեն։ Ես դեռ կրթվում եմ, ես Եգոր Գլումովն եմ եւ մենք սկսում ենք երեկոն շանթում։ Բոլորին հետաքրքրում է, թե ով է այսօրվա մեր հյուրը։ Ես գիտեմ, դուք էլ կիմանաք։ Դե ինչ, պինդ բռնվեք եւ պատրաստվեք։ Մեր այսօրվա հյուրն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք ես դրա համար, մեր հայացները հեռու քեզանից, հայրենիքներ են փնտրել անդադար, մենք ես ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք Հայաստան էսից, մեզ պիտի ուզենք տեսնել երջանիկ, Քեզանով քեզնում ամբաշան քեզնից Դու այն ամեն ես ինչ որ մենք կանք մեր իվձերը քեզ չեն լեկի կարգին Չեք ոսրել քեզ բայց նորից կտանք պետություն մեր հատ հայրենիք մեր հին Այն ամեն ես ինչ որ մենք կանք մեր իվձերը քեզ չեն լեկի կարգին Չեք ոսրել քեզ բայց նորից կտանք պետություն մեր հատ հայրենիք մեր հին Բարկավոր ենք դարձնել երջանիկ Ժպիտը դեմքիդ լասերըդ պարպած Հոգ է հանգստիտ օճորող տանից Դուրս եկած կյանքի աչքերով մեթած Եվ քո ապրելը պիտի հավերժի Մեր սիրո աղբյուր մեր հույսի պատվար Երջանկություն է քո տունը վերջին Հայրենիք մեր հին պետություն մեր հար Դու այն ամեն ես ինչ որ մենք կանք մեր իվձերը քեզ չեն լեկի կարգին Չեն գործել քեզ բայց նորից կտանք պետություն մեր հար հայրենիք մեր հին Այն ամեն ես ինչ որ մենք կանք մեր իվձերը քեզ չեն լեկի կարգին Չեն գործել քեզ բայց նորից կտանք պետություն մեր հար հայրենիք մեր հին Սիրելի հեռուստադիտող, Շանթ Պրոջեկտն էր, Մինասը և Մարիամը, Նիկոլ Փաշինյանը, Եգոր Գլումովը սկզբի համար կարծես թե ամեն ինչ տեղում է և մենք կարող ենք սկսել բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, վերջին անգամ, որ այս տաղավարում հանդիպել ենք, շատ ավելի հեշտ էր ամեն ինչ։ Ես կոստյում չէի հագե, այսքան ինձ չէին ստուգում, այսքան մարդ չկար, վերևից իջի ներքև պետք է դիմավորես, վերևը չի կարելի մնալ։ Դժվար չի այս կյանքով ապրել, օրինակից դժվար է ձեր կյանքով, անգամ 15 րոպե ապրել։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, ինչ տեղի է ունենում իմ գալուց առաջ, ես հիմնականում տեղյակ չեմ լինում, բնականաբար։ Դուք կապ չունեք դրա հետ։ Չէ, ես կապ ունեմ իհարկե դրա հետ, այսինքն այնքանով, որ իմ գալու հետ է կապված, բայց իմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև ենթադրում եմ, ոչ թե ենթադրում եմ, այլ գիտեմ, որ ուղղակի կան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը պահվում են, դրանք անվտանգային ընթացակարգեր են, այսինքն հիմա նաև պետական պահպանության ծառայությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի ճիշտ պրոցեդուրաներ, բայց ես ձեզ անկեղծ ասեմ, ես հետո ինչ որ պատառիկներ եմ հավաքում, ընդհանուր առմամբ գաղափար չունեմ, թե պատմեմ ձեզ։ Պատմեմ։ Ուրեմն մտան ներս, մի հատ ձյաձա էր կանգնել, ասես տեղ չկանգնես, դի գնաս ընդ, ասի ես ընդ եմ կանգնելու։ Ասես չէ, ասես գնա ընդ է, գնացի ընդ է, հետո ուրիշ ձյաձա եկավ, ասեց արի Գլումով դու ես, գնա ընդ է կանգնի։
Ասիվա դուք Դա նշանակում է, որ այդ ընթացակարգերը հղկված չեն բավարար չափով։ Գնանք ձեր մանկությունը։ Ինչպիսին է եղել փոքրիկ Նիկոլը։ Դպրոցում, մանկապարտեզում միգուցե։ Իրեք ես հետաքրքիր բան եք ասում։ Ուրեմն ես շատ դժվար եմ գնացել մանկապարտեզ եւ հիշում եմ թե ինչպես են եղբայրներս ինձ դենց ըստ էության բանով պահակախմբի տրամաբանությամբ ինձ տանում մանկապարտեզ։ Մանկուց եք այդպես։ Չէ, մի պատմություն պատմեմ ձեզ, ուրեմն այդ ճանապարհով, որ մենք գնում ենք մանկապարտեզ, այնտեղ մի հատ բան կար, շրջադարձ է, Իջևանի հիմա եկեղեցին է այնտեղ, եկեղեցու դիմացի այն ժամանակ կինոթատրոն էր։ Այսինքն ճանապարհը կորություն ուներ, որ ճանապարհին եզրեր են, խողովակով տենց եզրեր պատրաստած կողնակ կամ ինչպես են ասում, արգելափակը, չէ, երկաթ խողովակ կապույտ գույնի, եւ ինձ ամենաշատը ինձ ցնցել այն բանը, որ ես միջև հիմա այդ խողովակը երբ որ տեսնում եմ, այդ մանկապարտեզ գնալ չցանկանալու զգացողությունը մեջս sense բորբոքվում է եւ բախտս բերել է հիմա այնտեղ բետոն ինչ որ բան են կառուցել, բայց որ հակառակ կողմից երևում է դեռ, մեկ-մեկը որ մյուս կողմից եմ քայլելիս գալիս, այդ ոչ մանկական զգացողությունը արթնանում է եւ դա շատ հետաքրքիր է, թե ոնց կարա մարդու վրա, ինչեւ օրս այդ խողովակը ես տեսնում եմ, այդ մանկապարտեզ չգնալու ամբողջ հիշողությունը եւ այդ տվայտանքները ամբողջությամբ մեջս եռում են, իսկ դպրոց պատահելա հետեւյալ կերպ, դպրոց ես հետեւյալ կերպ եմ գնա, դպրոց ընդհակառակը ցանկանալով եմ գնացել, որովհետեւ մայրս աշխատում էր Իջևանի թիվ 3 դպրոցում եւ ինձ իր հետ տանում էր աշխատանքի ինչ որ մի ժամանակ եւ հետո այսինքն սեպտեմբերն էր արդեն չեմ էլ հիշի ինչքան էր անցել բնականաբար 5 տարեկան էի ես այդ ժամանակ անդադ ասում եմ որ ես էլ եմ ուզում գնամ աշխատասենյակում էի լինում ես էլ եմ ուզում գնամ ինքը դասվար ընկերուհուն խնդրեց ասեց թող գա նստի եւ ես տենց եմ դպրոց գնացել եւ այդ դասարան սկսել եմ տենց հաճախել եւ շարունակել այդ ընթացքը այդպես։ Սիրված առարկաներ դպրոցում եւ չսիրված։ Աշխարհագրությունը։ Ամենասիրված առարկան աշխարհագրությունը եւ որոշակի խնդիրներ եմ ունեցել տեխնիկական, այսինքն մաթեմատիկայի հետ եմ որոշակի խնդիրներ ունեցել։ Հայոց լեզու շատ եմ սիրել, շատ գրականություն շատ եմ սիրել, բայց մեկ աշխարհագրությունը ամենաբանն է եղել։ Պատմությունն էլ եմ սիրել, բայց աշխարհագրությունը իմ սիրած առարկաների գագաթնակետն է եղել։ Եվ բայց դե գիտեք ինչ, այնուամենայնիվ ես հետայած վերլուծել եմ եւ հասկանում եմ, որ իրոք բանը կոնտակտը ուսուցչի հետ շատ կարեւոր է։ Ուսուցչի նկատմամբ էմոցիան է այնուամենայնիվ բերում երևի առնվազն շատ մեծ դեր է ունենում։ Այնպես չի, որ սիրել չսիրել։ Այսինքն ուսուցիչներին բոլորին է սիրում ենք, բայց կան ուսուցիչներ, որոնց նկատմամբ առանձնահատուկ կոնտակտ կա, առանձնահատուկ իրանք էլ ինչ որ էմոցիա է առաջանում, հիմա բանի դիվանագիտության մեջ ասում են խիմիա։ Օրինակ ուսուցիչ կար, մեր հայոց լեզվի ուսուցիչը ինքը իր ջղայնանալը մեր վրա բան էր անում, ըստ էության վերածում էր անեկդոտային ինչ որ մի բանի, հենց արտահայտություններ էր անում։ Այս վերջերս ճիշտն ասած ելույթներից մեկում նախընտրական քարոզարշավի տենց պլանավորում էի որ այդ արտահայտությունը օգտագործեմ, բայց վերջին պահին որոշեցի չօգտագործեմ։ Մեր ընկեր Կարապետյանի, որ ջղայնանում էր մեկի վրա ինչ էր ասում, բայց որոշեցի չօգտագործեմ, որովհետև կարող այդքան էլ բան չլիներ։ Տեսնում եք նկարներ։ Ահա։ Ընտրեմ ներկայացեք։ Իմ երկրորդ դասարանն է, որովհետև մայրիկիս մահվանից հետո ես տեղափոխվեցի այն դպրոց, որտեղ հայրիկն էր աշխատում, որովհետև մինչև 87 թիվը ես սովորել եմ Իջևանի համար 3 միջնակարգ դպրոցում, այս նկարում պատկերված է Իջևանի համար 1 միջնակարգ դպրոցի մեր դասարանը։ Պարոն Փաշինյան, դասարանի հետ կապ կա։ Դասարանի հետ ընդհանրապես այո, իմ ընկերների նեղ շրջապատը դասարանից են նաև, ում հետ ես
ընկերություն եմ անում, բայց այս վերջերս նաև շատ հաճելի մի բան կազմակերպեցինք, դասանի քեֆ արեցինք, որը մի անմոռանալի օր դարձավ բոլորիս համար։ Ով էր կազմակերպիչը։ Ցավոք մեր դասարանը Սա է ձեր հիմակվա։ մեր դասարանից նաև կորուստներ ունենք, ուսուցիչներն են, ուսուցիչներ չկան այլևս շատերը, Ինկեր Պետրոսյանն է, որ կենթանի է, առողջություն իրեն, երկար կյանք եւ տնորենը չկա, մեր դասղեկը մահացել է, մեր հայրենի ուսուցչուհին մահացել է։ Մեծանում ենք իրականում։ Բոլոր ուսուցիչներին երկար տարիների կյանք, հարգանք եւ բարձր աշխատավարձ։ Միջալոց նկարներից մեկում դասարանի նաև հայրիկս էր, որտեվ ինքն էլ ամեծ դասավանդ է, ֆիզկուլտուրա։ Սիրում եք այդ առարկան։ Այո, սիրում եմ, բայց չեմ կարող ասել, որ դա իմ ամենաուժեղ կողմերից է եղել։ Որ դասերից եք փախնում, իսկ որ դասերից երբեք չեք փախել։ Գիտեք, ես դասերից հիմնականում փախնելու տրադիցիա չենք ունեցել մենք, բայց եղել է մի դեպք, երբ որ ամբողջ դասարանը փախել է, ես փախնելը բոյկոտել եմ։ Դուք մնացել եք։ Այո, ես մնացել եմ, դեմ եմ արտահայտվել դրան։ Եվ հետո հարվածներ ստացել եք դրանով։ Չէ, շատ լավ մտնոլորտ էր իմիջալոց։ Չէ, դե հիմա բոլոր ամբողջ դասան փախել է, դուք չեք փախել։ Չէ, բայց դա էլ ռիտուալից, այնտեղ ինչ որ պատմություն կար, ենթատեքստ կար։ Եկավ այն ժամանակները, երբ որ սովետը արդեն սկսում էր փլուզվել, արդեն ազատամտության մասին էինք սկսում մտածել, դուք, ես, մեր բոլոր հասակակիցները այն ժամանակ ինչ եք անում դպրոցում։ Օրինակ մենք անում ենք դասադուլներ, ինձ չընդունեցին կոմերիտական օրինակ։ Իսկ ես հրաժարվեցի դա։ Իսկ ինչ չընդունեցին, ասացին, որ за аморальное поведение, հայերեն ինչպես է դա։ Բառացի անբարով վարքի, բայց լավ չի ինչու։ Ռուսերեն ավելի փափուկ է։ Որովհետեւ ես ինչ որ ռոք բաներ էի վարում դպրոցում, ցոյի ֆիլմի էի տալիս։ Այ մենք էլ այդ ժամանակ մենք դպրոցում ինչ որ այլընտրանքային միջոցառումներ էինք անում եւ իմիջալոց ես քանի որ շատ խոսում ենք այդ ժամանակ ըստ էության ես հիշում եմ մեր ազատամտության շրջանում մեր դասերը հատկապես հասարակագիտության դասերը վերածվում էին մի բախման եւ մեծ բանավեճի։ Կարծում եմ այդ դասերի այդ բանավեճերի ժամանակ իմ հետաքրքրությունները հետագա ձևավորվել, նաեւ որ քաղաքականության հետ առնչությունները ենթադրում եմ կապ ունեին այդ տեղի հետ, այդ ժամանակ էր նաեւ որ խորհրդային միությունը աթեիստական պետություն էր եւ այդ ժամանակ էր որ հիշում եմ, որ մենք սկսեց դասանում բռնկվեց խոսակցություն, Աստված, հավատք եւ այլն, եւ այդ դասերի ժամանակ էր, այս պատմությունը էլ եմ պատմել, մեր դասանի աղջիկներից մեկը Հայկու Հինղալումյան ինձ բերեց մի գիրք, որովհետեւ այդ բանավեճերից ինչ որ ձևով տպավորված եւ այդ գիրքը նոր կտակարանն էր, որի մասին ես երբեք չէի լսել Եվ այդ գիրքը միջև ամբողջ կյանքում միջև հիմա ինձ հետ է ամեն օր եւ ուսապարկի կտակարանը դա է։ Չէ, ուսապարկում կտակարան ես չեմ ունեցել, որտեվ կտակարանը ուսապարկում բան կլինի։ Այսինքն այնտեղ որտեղ իմ բնակության վայրում։ Հասկացա։ Բանտում եմ ունեցել, տանն եմ ունեցել, ընդհատակում չեմ ունեցել, որտեվ չեմ ուզել, որտեվ մտավախություն եմ ունեցել, որ այդ փոխանցման process-ում կարող է հետագծելիություն ապահովի բայց միջև օրս էլ ինձ հետ է եւ ես երբ որ ասցիք դասադուլ եւ այլն ես հիշում եմ թե ոնց ես իմացա Ղարաբաղի շարժման մասին Իջևանում վոլեյբոլի բաներ մրցում էր ու հանրապետական նշանակության եւ Իջևանի թիմն էլ խաղում էր եւ շատ մեծ բազմություն էր հավաքված Իջևանի սպորտ դպրոցում չնայած հավաքվելու մեծ բան չկա Եվ հիշում եմ, որ մի երիտասարդ եկավ եւ վոլեյբոլն էինք նայում, այդ անտրակտ ոնց է կոչվում, խաղակեսերի արանքում մեկ էլ արտահայտություն հիշում եմ նույնիսկ ով է, գիտեմ այդ մարդուն ճանաչում եմ, ասեց Երևան ցույցեր են կողքից հարցրին, դե ես ինչքան էի 88 թվին ես 13 տարեկան էի ասին ինչ ցույցեր են եւ այլն, ասին Ղարաբաղի համար ինչու ինքն էլ չէր լավ պատկերացնում թե ինչի համար է եւ այդ ժամանակվանից
պրոցեսները ժամանակմանից սկսեց, մենք դասադու ցույցեր եւ այլն, կոմերիտական տոմսերը մեր դպրոցի երեխեքը վայր դրեցին եւ այլն։ Դա եղել պատմություն։ Հոկտեմբերիկ եղել եք, պիոներ եղել եք, կոմերիտական։ Հոկտեմբերիկ եղել եմ երրորդ դպրոցում, ընտրվել եմ դրուժինայի խորհրդի նախագահ։ Որպես պիոներ։ Այո, դրուժինան այդ բանն էր դպրոցի, այսինքն դուք խորհրդի նախագահն եք։ դրուժինան դպրոցի պիոներների ամբողջությունը։ Այժմ առաջին ձեր ընտրությունը այդտեղ։ Այո։ Գրեցիք փաստ։ Եվ 90% ձայն հավաքեցին։ Հա, իրոք եմ ասում, իրոք։ Շատ հետաքրքիր։ Ովքեր են այդ մարդիկ, որ դեմ էին։ Միջև հիմա պատկերացնում եք, չեմ մոռացել եմ, ոնց եմ բաց թողել, պետք է պարզեի։ Հիմա այդ հնարավորությունները ունեմ։ Հիմա ունեք, այն ժամանակ չկար։ Իսկ ինչ թռուցիկներ եք պատրաստել Իջևանում եւ դա ինչ է։ Մալադայ գվարդիա եք, ինչ եք։ Այ ընդհանրում եմ բան, ձեզ ինֆորմացիայի հավաստի։ Մենք էլ ենք աշխատում։ Հավաստի աղբյուրներ ունեք։ Գիշերները պատերին էիք փակցնում։ Այո, ուրեմն ինչ որ հակակոմունիստական թռուցիկներ, ես եւ մեր դասարանի Հայկը, նույն ինքը Հայկը Գալումյան, իրար հետ թղթերի վրա ես ինչ որ քառատող էի գրել։ Իզեն բանաստեղծությունն էի կարծում։ Չեմ հիշում տեքստը։ Ահա։ Ու այն ժամանակ սուպեր ցեմենտ կլեյ կար։ Այո։ Սուպեր ցեմենտ կլեյով, ասենք ձեռագրով, բայց ձեռագիրը այնպես որ տեն շրիֆտով, որ չհասկացվի, հետո ձեռագրաբանական այդքանը մտածել էինք։ Այն ժամանակ ես նույնիսկ հիշում եմ, որ չեմ հիշում ով էր ասել, որ եթե նույնիսկ տպագիր չէ, կներեք տպագիր մեքենայով են, չէ, չեմ հիշում, չէ ձեռագիր, որովհետև ասել էին, որ տպագրական մեքենայով իհարկե տպագրական մեքենայով հետո հնարավոր է յուրաքանչյուր տպագրական նույնականացնել ունի դեֆեկտ հատուկ, որը որ գրանցված է եւ մենք սուպեր ցեմենտ կլեյով կպցնում էինք տարբեր տեղեր եւ էտա եղել պայքարել եք կոմունիզմի դեմ փաստորեն կոմունիզմի փլուզմանը դուք եք մասնակցել դե հա ինչպես շատ է ձեր փոքրիկ լուման այո ինչպես 90%-ը ես կասեի այն ժամանակ հետո եկաք Երևան ընդունվեցիք ինստիտուտ սկսեց նոր կյանք բայց ինստիտուտ ընդունվելու հետ էլ կապված պատմություն դե պատմեք որովհետեւ հետաքրքիր պատմություն է ենթադրում եմ չգիտեն այդ պատմությունը այն ժամանակ ուրեմն ես երբ որ ընդունվում էի Երևանի պետական համալսարան իմ միավորները ինչ որ չափով չէին հերիքում որ ես ընդունվեմ եւ ինչ որ կարգ էր փոխվել եւ ինչ որ բաներ տեղի ունեցել եւ ուսանողների մի մեծ խումբ սկսեց ցույց անել կառավարության շենքի դիմաց ես իմիջիալոց բանավոր քննությունից 20 էի ստացել գրավոր քննություններից մի քիչ ավելի ցածր էի 20 թե 10 20 այն ժամանակ 20 92-ին 20 էր 91-ին բարձրագույնը 20 էր այսինքն ամենաբարձր գնահատականը 20-ն էր բանավոր քննությունից 20 էի ստացել գրավորներից ավելի ցածր է ստացել եւ միավորների խնդիր կար եւ ինչ որ դիմորդները սկսեցին ցույց անել կառավարության շենքի դիմաց շուրջօրյա ընդվորում ես էլ գնացի ցույցին մասնակցեցի եւ կառավարության շենքի դալանի տակ մի քանի օր քնել եմ այդ ժամանակ ուսանող կարգավիճակում հետո կառավարությունը որոշեց որ բան անի քվոտաները վերանայի եւ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարան ժուրնալիստիկայի ֆակուլտետ վճարովի, բայց հետո առաջացավ հաջորդ խնդիրը, մեր ընտանիքը հնարավորություն չուներ այդ վճարը վճարելու։ Ինչքան էր վճարը, հիշում եք։ Այդ չեմ կարող հիշել։ Եվ հայրիկիս ընկերներից մեկը մի կիսամյակի վճար վճարեց, այն ժամանակ այսպիսի կանոն կար, որ եթե գերազանց առաջադիմություն ես ապահովում, ուրեմն անցնում ես անվճար։ Եվ ես գերազանց առաջադիմությամբ սովորեցի եւ ասեմ ձեզ, որ համասարանում ես երբեք բացի գերազանցից ուրիշ գնահատական չեմ ստացել որևէ քննության եղել են դեպքեր որ ես պատրաստվել եմ պատասխանել եմ դա ինձ համար մոտիվացիա եղել նաև այդ վճարի համակարգը որ դասախոսը ասել է որ բան լավ ես պատրաստվել լավ եմ նշանակում ասել եմ չէ ինձ գերազանցա պետք ասելա չէ, չեմ կարող գերազանց նշանակեմ, ասեմ ավելի լավ է հիմա դիր անբավարար, որ ես վերաքննության հնարավորություն ունենամ, որովհետև ինձ պետք է մենակ գերազանց, կամ ոչ մի բան, կամ դիր բացակայ։
կամ մի նշանակի որևէ դեպ ինձ բացի գերազանցից ուրիշ բան պետք չի եւ այդ տրամաբանությամբ եմ։ Դա միայն ուսման վարձի հետ էր կապված, թե Հիմնականում ուսման վարձի հետ, որովհետեւ X պահից արդեն, որովհետեւ այնտեղ մոտիվացիա կար։ Եթե շարունակվում էր, արդեն նաեւ սկսում էի թոշակ ստանալ։ Եվ սկզբից վճարը հաղթահարեցի, հետո X պահից սկսեցի նաեւ թոշակ ստանալ, որը շատ կարեւոր էր իմ համար։ Եթե այդ խնդիրը չլներ, չգիտեմ, չեմ կարող, բայց փաստն է նա, որ ֆինանսական բանի հետ է կապված եղել, որ ընտանիքի վրա լրացուցիչ բեռ չլինի դա։ երկու բան այս պատմությունից հասկացա։ Նախ հասկանում եք այն մարդկանց, որոնք որ ցույցեր են անում կառավարության շենքի դիմաց, որտեղ եղել եք նրանց մաշկում, այսպես ասած, եւ երկրորդը հարց է առաջանում։ Ճիշտ է, որ ուսումը կապված է ֆինանսների հետ, թե ոչ։ Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք եւ ես ասել եմ, որ որևէ ուսանող չպետք է մնա դուրս մնա բարձրագույն կրթությունից միայն այն բանի պատճառով, որ ուսման վարձը չի կարողանում վճարել։ Այսինքն մենք հիմա գործնականում դա երաշխավորում ենք եւ առաջիկայում պետական ինստիտուցիոնալ այդ հարցը կլուծենք դե յուրե նաեւ դե ֆակտո օրինակ վարչապետի հիմնադրամ կա, ես չի եղել որևէ մի դիմում, որ ուսման վարձը վճարի, դա երևի կապված է նաև իմ փորձառության հետ։ Ես իմ առաջին ռեակցիան հետևյալն է՝ մոգը ստուգեք, եթե մոգը բավարար է, անպայման այդ խնդիրը լուծում ենք։ Բայց իմ այս դիրքորոշումն էլ կապված է երևի համասանի հիշողությունների հետ։ 2004 թվականին Օլիմպիադայի ժամանակ Ռոժեր Ֆեդերերի խաղին եք ներկա եղել, թենիս, մեծ թենիս։ Եղել է այդպիսի բան։ Չէ, Ֆեդերերը չի եղել։ Խուան Կարլոս Ֆերերո իր խաղին եմ մասնակից եղել։ Ինչու հենց այդ խաղին։ Պարզապես հրավիրել էին բաններ հրավիրել, OTE հունական ընկերություն կար եւ իրանք լրագրողների եւ խմբագիրների մի խումբ հրավիրել էին, իմիջիայլոց շատ ընկերության սեփականատերը նույնպես այդ պատվիրակության մեջ էր, գնացել ենք այդ խաղին ենք եղել։ Իրանք էին որոշել ծրագիրը, մենք գնացել ենք, հետո կարծեմ, մենք ուզում ենք Սարգիս Սարգսյանի խաղին ներկայացնենք, բայց ինքը խաղում էր այդ ժամանակ, բայց չստացվեց։ Առհասարակ ինչ սպորտաձև եք սիրում, հեծանիվ քշել սիրում եք ինքներդ, ինչ եք սիրում նայել։ Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ջյուդո, ըմբշամարտ, ծանրամարտ։ Լսեք, մի հետաքրքիր բան ասեմ, օրինակ եւ երաժշտությունը եւ սպորտը ինձ հետ ինչ որ կյանքի փուլերի հետ է կապված։ Պարզա երկար ժամանակ շատ խորապես նայել եմ ֆուտբոլ։ Հիմա տարիներով արդեն վարչապետ ընտրվելուց հետո ես գործնականում ֆուտբոլ չեմ նայում, ճիշտ է եղել եմ աշխարհի առաջնության խաղերին եմ եղել, հրավիրել են, նաև ես վերջերս Եվրոպայի առաջնության եզրափակիչում, բայց հեռուստացույցով ֆուտբոլ չեմ նայում։ Ես մի հետաքրքիր բան ասեմ, 2020 թվականի այդ ճգնաժամը որ տեղի ունեցավ COVID-ի ժամանակ։ Չէ, պատերազմից հետո իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ հաստատ պարզ է, չէ, դա ինչ մարդկային եւ էմոցիոնալ եւ բարոյական շոկ էր։ Ինձ սնուկերը օգնեց, որ իմ կարծիքով, որ ես ինչ որ բան անեմ, էլի շատ թե քիչ այդ վիճակը հաղթա։ Սնուկեր խաղալ, թե սնուկեր նայել։ Սնուկեր նայել, որտեվ նախկինում միշտ ալիք փոխում է եւ տեսնում է եւ նույնիսկ գաղափար չունեի այդ ինչ խաղա։ Բայց 20 թվից հետո, երբ որ ուշ ժամի գնում էի եւ պարզա որ տենց հնարավոր չէր նաեւ բան անել, ուղակի պարկել քնել, եւ էլի մի օր ասեցի, էս ինչ է, էս ինչի մասին է։ Եվ գործնականում 20 թիվ, 21 թիվ, 22 թիվ, 23 թիվ ես երեկոները աշխատանքից հետո սնուկեր եք դիտել։ Զբաղվել եմ սնուկեր նայելով։ Եվ դա ինձ շատ օգնեց։ Հիմա էլ չեմ նայում սնուկեր։ Չեմ էլ կարում նայեմ։ Դրա համար եմ ասում, որ ինչ որ բան կա երևի կյանքի փուլի հետ իմ դեպքում տենց է, կյանքի փուլի հետ է կապված։ Եվ հիմա կարող է հիմա էլ չեմ նայում, որովհետև վատ ասոցիացիաներ առաջացնում ժամանակաշրջանի հետ կապված։ Ընդհանրապես եթե մարզաձևերից ասեմ, որ մարզաձև, որը հստակ ես կարող եմ ասել, որ այդ մարզաձևը ինձ համար շատ բան է, այտենց միշտ սիրել եմ եւ միշտ նայում եմ, այդ թեթև ատլետիկան։
Բայց թեթև ատլետիկան ինչ վազք, ցածկ, թեթև ատլետիկա ընդհանրապես ամբողջ։ ասենք թեթև ատլետիկա աշխարհի առաջնություն, օլիմպիական խաղերում թեթև ատլետիկա Մարաթոնն եք սիրում նայել, 100 մետրն եք այո, սիրում եւ նայել։ հեծանվվածքը հետաքրքիր է, վարչապետ դառնալուց հետո խճուղային հեծանվվածքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ հետո ես հասկացա, որ ինձ հետաքրքիր է Եվրոպայում ճանապարհների որակը եւ ենթակառուցվածքը, փողոցները ոնց է կազմակերպվում։ Իմիջիայլոց ասեմ, որ շատերը չեն նկատել, որ սեպտեմբերին Հայաստանում առաջին միջազգային մրցաշարն ալնելու ավանդական, որը կոչվելու է Tour of Armenia, միջազգային հեծանվային բազմօրյա մրցարշավ։ Էլ Tour de France չասեք, Tour de Armenia։ Չէ, Tour de France-ը ասենք, բայց Tour de Armenia, Tour of Armenia։ Tour of Armenia։ Ճանապարհները շտկվելու են այդ տուրի համար։ Մեր ճանապարհները հիմնականում լավ են։ Դավիթաշեն երբ եք եղել վերջին անգամ։ Դավիթ Երևանի ներսի ճանապարհների մասին է խոսքը, բայց չէ, բայց նաև հիմա դրա համար ես էլ եմ ասում, մենք հիմա մեր խոշոր քաղաքներում խնդրեմ ունենք ճանապարհներում Գյումրիում եւ Երևանում, եւ ես դրա մասին ասել եմ, այդ խնդրեմը առաջանում է, երբ որ քաղաքային իշխանությունները ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի պատճառով կառավարության հետ նորմալ չեն աշխատում, դա երևում է առաջին հերթին փողոցների վրա։ Եվ հիմա այս խնդիրը լուծելու համար ես արդեն հանձնարարել եմ, մենք տարին 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցում Հայաստանում։ Մենք հիմա կսկսենք 50 կիլոմետր Երևան եւ 25 կիլոմետր Գյումրի ամեն տարի կվերցնենք եւ կառավարությունը կանի։ Ինչ եք մտածում տիեզերքի մասին։ Գիտեմ, որ հետաքրքրված եք։ Տիեզերքը նոր սնուկերն է ձեր համար կարծես թե, հա։ Թե բայց դա էլ մանկության հետ կապված բան կա։ Ուրեմն ես վերջերս Իջևան թղթերն եմ ինչ որ թղթեր եմ քրքրում, մեկ էլ նայեմ 0 դասարանում, թե առաջի դասարանում ըստ ամենայնի հանձնարարել են շահադրություն գրել, թե ինչ ես ուզում դառնաս։ Ես գրել եմ հետևյալը. ես երկու տողը։ Ես ուզում եմ տիեզերագնաց դառնալ, որովհետև տիեզերագնաց դառնալը շատ լավ բան է։ Իսկ տիեզերքով հիմա հետաքրքրված եմ այնքանով, որ այո, ոդկասթներ եմ նայում շատ տիեզերքի մասին։ Ինչ լեզվով եք նայում։ Ռուսերենով, հիմնականում նաև անգլերենով։ Սուրջինին նայում եք։ Այո։ Այո, շատ հաճախ։ Ես գիտեմ դուք էլ ունեք։ Այո, Սուրջինը զրուցել։ Այո։ Ինչ է ձեզ հետաքրքրում այնտեղ, օրինակ ալմուրարակայինները, թե աստղերը ավելի շատ, ամեն ինչ, մեծ պայթյունը, ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, բայց ես հասկանում եմ, որ գիտությունը ինչքան զարգանում է, այնքան պայմանական ասած Աստծո գոյության վարկածը հիմնավորվում է։ Աստծո կամ Աստծո նման կամ անալոգի ինչ որ մի վարկածը այնքան ուժի, որ այս ամենը ինչ որ մի ուժ կամ ֆենոմեն ասենք, ուժ չասենք կամ ֆենոմեն ասենք կամ բանաձև ասենք կամ երևույթ ասենք, որովհետև կյանքի ծագման բացատրությունը եւ բանաձևը ինչքան գիտությունը ինչքան խորանում է այդ թեմայով, այնքան ավելի հանգում է անհնարինության, տրամաբանությանը։ Մի գիտնականներից մեկը շատ լավ մի ձևակերպում էր ասել էր, որ կյանքի ծագման այն տրամաբանությունը, որը հիմա ընդունված է որպես գիտական հիպոթեզ, նույնն է, թե մենք համարենք, որ որևէ տեղ լցրած լինի Boeing ինքնաթիռի բոլոր մասերը ու մի հատ փոթորիկ լինի, այնպեսի փոթորիկ լինի, որ արդյունքում Boeing ինքնաթիռը հավաքվի։ Դա շատ ուժեղ օրինակ է, չնայած, բայց հիմա դրան հակադարձող էլ կա։ Հակադարձումը հետևյալն է, որ գիտեք, որ multi-վսելենե, այո, multi-universe տրամաբանությունը զուգահեռ տիեզերքների մասին, այո, զուգահեռ տիեզերքների եւ այդտեղ զուգահեռ տիեզերքը ինչ է փոխում, որ հիմա մեր տիեզերքի պատմությունը ըստ վարկածի 13 միլիարդ տարի է եւ հաշվարկն է, որ 13 միլիարդ տարում այդ քամին այդ Boeing-ը չէր կարող հավաքել, բայց եթե կա բազմակի տիեզերքներ, այդ նշանակում է ժամանակը ոչ թե 13 միլիարդ տարի է, այլ 100 միլիարդ կամ տրիլիոն միլիարդ տարի է, եւ այդ տրիլիոն միլիարդ տարի այդ փոթորիկը պատտվելով կարող էր հասնել այն արդյունքից, բայց այստեղ էլ ստացվում է, որ վարկածը, որ մեր տիեզերք
կյանքը ներմուծվել է Ուրիշ զուգահեռ Այո։ տիեզերքներից որևէ մեկի։ Ես ինձ այլ վարկածա դուր գալի, երբ որ ասում են, որ վերցնում եք 10 հատ շիմպանզե, տալիս եք նրանց տպելու այդ մեքենաները, որ գրքերը գրում էին առաջ, թե, եւ նրանք սենց տպում են եւ 10 Եվգենի Անեգին են գրում ասում։ Տոլստոյի Վայնայի միրը։ Չէ, բայց գիտեք, իմ ընկալմամբ գիտական թեզերը երբեմն եւ չեն հակասում իրար, որովհետեւ ասում են օրինակ ըստ էության ինչի կապիկը մարդ չի դարձել։ Ես օրինակ բան չեմ անում, չեմ հակադրվում էվոլյուցիայի տեսությանը ինքս լինելով խորը հավատացյալ մարդ, որովհետեւ մարդը այո պրիմատից եկող, բայց մարդը հենց մի տեսակ է, որը զարգացել հասել այդ կետին։ Ոչ թե այն նույն շիմպանզեն, շիմպանզեն շիմպանզե է, օրանգուտանգ, մարդն էլ մարդ է։ Ընդ որում օրանգուտանգի եւ մարդու ԴՆԹ-ները իրարից տարբերվում են 2%-ով։ Ընդամենը 2%։ Բայց դե կարելի է այստեղ ասել նաեւ, որ մարդկության 90%-ը անդադ ապացուցում է, որ նրանք էվոլյուցիան սիմուլյացիա են արել, բայց դե մնացած 10%-ի վրա հույս դնենք, ինչ ասեմ։ Այս պայն երաժշտական դաթար մեր սիրելի Շանթ Project-ը եւ Մարիամը կներկայացնեն հերթական երաժշտական համար։ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սերն ու հեռանում, իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում, ու իմ սերը բոկված ճյուղի նոման օրորվում է աշրանքամուց, օ կամի բոկերն եմ սերն առանցավի, հետո համբուրիր բլոկված գեղը ձարի, թող վերքը ձավ չպաճարի, ձարին թող ձավ չպաճարի, թող վերքը ձավ չպաճարի, ձարին թող ձավ չպաճարի, ախ կորելած եղիր դետը կոզայնանիր, բայց այդպես մինայիր, ախ կորելած եղիր դետը կոզայնանիր, բայց այդպես մինայիր, աստղերը բացել են աչքերը, ու նայում են ապշած մեր վրա, մի սպանեք ձեզերը, դուք երկրորդը չեք ունենա։ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սերն ու հեռանում, իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում, լուսնի աղոտ է լսում աչքերիդ մեջ, դեմքիդ շպիտ ու սահատ ու վեճ, օ կամի բոքերն իմ սերն առանցավի, հետո համբուրիր բլոկված գեղը ձարի, թող վերքը ձավ չպաճարի, ձարին թող ձավ չպաճարի, թող վերքը ձավ չպաճարի, ձարին թող ձավ չպաճարի, ախ կորելած եղիր դետը կոզայնանիր, բայց այդպես մինայիր, ախ կորելած եղիր դետը կոզայնանիր, բայց այդպես մինայիր, աստղերը բացել են աչքերը, ու նայում են ապշած մեր վրա, մի սպանեք ձեզերը,
Grand Project եւ Մարիամ հարութին հիշեցինք։ Ես չգիտեմ այս երգը պատահականությամբ անտրված թե չէ, բայց այս երգը իմ ուժեղ մանկական տպավորությունների հետ կապ ունի, որովհետեւ Պատմեք։ ավագ եղբայրներս իրենց ընկերական շրջապատի հետ լսում են եւ Հարութ։ այս երգը հարութ ձախ հարութ եւ 80-ականների երկրորդ կեսի երգ է, եթե ես ճիշտ եմ հիշում, ու այն ժամանակ հիշում եմ նաեւ որ դե կասետով մագնիտոֆոններ, իրանք նաև նկար կար մի հատ տենց հիշում եմ այդ նկարը խամրած, թե ով է երգում, ով է, ինչ տեսք ունի հարութը, բայց ես այդ նկարը որ հիշում եմ, հետո որ իրական հարութին տեսա, ինչ որ այդ նկարը մենք այն ժամանակ որպես ցախ հարութի նկար շրջանառվում էր, այլ գիտարով ինչ որ մեկներ, բայց հետո երբ որ ես հարութին տեսա առաջին անգամ, այդ արդեն 80-ական նկարով կամ հեռուստատեսությամբ այդ նկարը այդ մարդը չէր, հա, այդ հետաքրքիր բան է, բայց այս երգը շատ ուժեղ գոն է ինձ համար, տենց շատ մեծ էմոցիոնալ բան է առաջացնում։ Դե Շանթի համար է իրականում, որովհետև այս երգը հնչել է կարծես թե մեր բոլոր նախագծերում։ Սարգիսն է Երգե Մանուկյան այս երգը հրաշալի ձևով, հետո շատ մասնակիցներ։ Եվ սա ամենասիրված երգերից մեկն է, որը որ միշտ Շանթի եթերում հնչում է 2006 թվականից հստակ։ Շատ Եվ շնորհակալություն մեր երաժշտական պրոդյուսերներին, որոնք որ շարունակում են դաստիարակել լավ երաժշտական ճաշակ մեր ապագա սերունդների մոտ։ Հիմա ժամանակն է արդեն առաջին հյուրին կանչել ձեր։ Անակնկալ հյուր են, մինչև ձեր գալը, ուրեմն պրոդյուսերն հետ խոսում է, ասում է, իսկ կարող է պարոն Փաշինյանը գիտի ովքեր են իրան, ասում է, չէ, չգիտի։ Հիմա փորձենք գուշակել։ Մի հիանալի անձնավորություն է, մի մարդ, որի մազերը ճերմակել են ձեր պատճառով։ Դեն շատ մարդիկ կան։ Որ մեկին է։ Այդ տաղավարը չէ երիկի։ Լավ, գոնե կին է թե տղամարդ։ Լավ, էլի բան տվեք, էլի հուշում։ Տղամարդ է։ Տղամարդ է։ Նույն սենյակում եք իրար հետ աշխատել երկար։ Լավ, պարզ է, հասկացա։ Դիմավոր եք։ Հայկնա Գևորգյան։ Հա, հայկնա։ Այսակ տեսնենք։ Բարև ձեզ, տեղավորվեք։ Ինչպես եք։ Շատ լավ։ Մարդ ու մազերը ճերմակել է պարոն Փաշինյանի պատճառով։ Համ վարչապետ, համ գլխավոր խմբագիր նախկին։ Դե լավ, մի քիչ հուզվում եմ։ Հա հիմա Եթերից ես հուզվում, ինձանից չես հուզվում։ Ընկեր, վարչապետ, թե նախկին գլխավոր խմբագիր։ Ով է ձեր համար պարոն Փաշինյանը։ Ավելի շատ։ Չէ, կասեմ վարչապետ։ Վարչապետ։ Այո, հիմա արդեն կասեմ վարչապետ։ Դե պատմեք։ Մենք աշխատել ենք իրար հետ լրագիր օրաթերթում 93 93 թվականից։ կամ 4 Հա, այդ ժամանակ դեռ մազերս Դեր սև էր մազը։ 94-ին ես արդեն Այսինքն աշխատելը ես այն ժամանակ ոնց էր չէ ես դե ոնց էի ես առնչվում հոդվածներ էի գնում էի մտնում էի տարբեր խմբագրություններ Ով կտպի չէ դե նախասիրություն էլ կա եւ ծանոթացակ հիմա հիշում եք երբ ծանոթացակ հա հենց այդ առաջին տպավորությունը հենց պատկերացրեք որ պարոն վարչապետը այստեղ չի Չէ, չեմ ասի որ շատ տպավորված կամ ինքը կամ ես ուղղակի այսպես ինքը իր տեղ խոսացեք դուք խնդրում Հա Չէ, տենց շատ արտառոց ինչ որ բան չէր ոչ մի բան չէր ասում նրա այն մասին որ դա ինչ որ շարունակություն կունենա այդ ամենասկզբի շրջանում էլի բայց հետո ինչ որ տենց տեղափոխվեցինք անի հյուրանոցում էինք այդ ժամանակ ամենասկզբում հետո տեղափոխվեցինք դոսաֆի շենք մեկ-երկու անգամ գալիս էի նյութ էի տպում հետո հիմնականը չէ դոսաֆի շենքը չէր դոսաֆի շենքից մի հատ էսկոմ մի հատ շենք կար ասում ենք դոսաֆի շենք էլի հա կպացներ առաջ արդեն հիմա ամեն ինչ կրկեսի հարևանությամբ էր կրկեսը եւ Սպարտակի այո հենց այդտեղ էր ինչ պրանկեր եք արել հա այդ բա դրաման եք ձեզ կանչե հետո կպատմենք երբ սկսեցիք սպիտակերով ինչու պրանկերի մասին խնդրում այն ժամանակ ոչ մեկ չգիտեր պրանկ ինչ է իրականում բայց անում ենք հա անում ենք ու չգիտենք որ դա պրանկ է ուղղակի հա շատ հետաքրքիր է անի հյուրանոցում որ կար մի հարկը ամբողջությամբ լրագիր օրաթերթներ ու բոլոր համարներում հեռախոսներ կային
Ու այդ հեռախոսներով մեկը մյուսի հետ հաղորդակցում են, ժամանակ չկար բջջային հեռախոս բնականաբար։ Ու ինչ որ չեմ հիշում ինչ մտքովս անցավ, այդ ժամանակ կորեաների միջև ինչ որ հարաբերությունների հյուսիսային եւ հարավային Կորեաների մեջ հերթական սրումն էր, այդտեղ Չինաստանը հայտարարություն արեց, Միացյալ Նահանգները հայտարարություն արեցին, ինչ որ ավիաբազաների անուններ տվեցին, ինչ որ այսպես ինչ որ բան, մտքովս անցա ուղղակի առանց երկար մտածելու զանգարացի լուրերի բաժնի ղեկավարին Գևորգ Աբրահամյանին։ Ձայնս փոխած, բարև ձեզ անհանգստացնում են Չինաստանի դեսպանատնից, այո, մենք քննարկել ենք երկար թե որտեղ պետք է հրապարակվի այս լուրը, որոշեցինք որ այս լուրը հրապարակենք Հայաստանում ու այսպես երևացող թերթերից որևէ մեկում այո, լսում եմ ձեզ, խնդրում եմ ձեր հաջորդ օրվա համարում փոքրիկ լուր տեղադրել երևացող տեղում, որ վաղը առավոտյան ժամը 9-ին Չինաստանի օդուժը կռմբակոծի հարավային Կորեայի տոն ինչ որ ռազմաբազա ու լրությունը, ասում եմ լսեցիք պարոն Աբրահամյան, այո, շատ լուրջ, շնորհակալություն, ստեսություն ու կախեցի հեռախոսը ու վազելով գնացինք ու այդ ժամանակ Նիկոլը ընդեղ էր, այդ սենյակում էր, որտեղից որ զանգում եմ։ Վստահ չէ, որ շատ ուշադիր էր լսում այդ ամիջը, բայց ընդհանուր բոլորը հասկացան, որ ինչ որ տենց բան է։ Ու մի քանի րոպե վազեցինք դեպի Աբրահամյանի սենյակի դուռը մի քիչ բաց էր, ինքը համապատասխան գույնը գցած, գունավորում ստացավ ու սենյակում քայլում չի հավատում ականջներին, փաստորեն երրորդ համաշխարհային պատերազմի լուրը առաջինը ինքն է գրում։ Լրագիր թերթում պետք է այո կպագրվի։ Այդպես մի քիչ իրեն հավաքեց ու գնաց գլխավոր խմբագրի սենյակ Հայկազն Ղահարյանի ու էլի մի քանի րոպե մենք գնացինք դուրը կիսաբաց նայում ենք, չենք լսում ինչ են խոսում ու շատ ասենց էմոցիոնալ բացատրում է, որ sense ինչ-որ չենք լսում ինչ ասում, Հայկազը դեմքի արտահայտությունով զարմանում, մի 10 րոպե տենց խոսացին, քննարկեցին, երևի անցան միջազգային հա, տենց էլ պիտի լիներ իհարկե, այդ ամեն ինչը հասունացել էր, այո, հա, ու մի պալառություն դիրեց ու Հայկազը ասեց թող այդ լուրը ես գրեմ։ Ու տենց հետո Գևորգը դուրս է գալիս, որ գնա ինչ-որ բաներ ճշտի, վերելակնա նստում, ես ոտքով դուրը պահում եմ, որ չփակվի, բացմաց եմ ուր ես գնում։ Պատերազմը կանգնացրեցիք։ Դեռ չէ։ Այդ պահին դեռ չէ։ Ու տենց մի քանի անգամ դուր ասում եմ Գևորգ ուր ես գնում, բա քո գործը չի, կարևոր տեղ եմ գնում, հասկանալի է ինչ որ տեղեր է ուզում գնա։ Նորից դուրը փակում, նորից բացում Գերջան ասում եմ ուր ես գնում, էլի մի խանգարի շտապում եմ բան ես կողմ եմ, ասի հո չես գնում են Չինաստանի ու Կորեայի հետ կապված, հա հենց այդ հարցը դու որտեղից գիտես, ասի ես էի զանգում Գերջան ու սենց Գևորգը տենց ներվայնությունը, ջղայնությունը, դժվար, հա, էլի այդ երկար տևել համոզել, որ դա իրական չէ, ու ասել, հիմա ասեք ու դա իրական շատ դժվար երկար տևել։ ինքը սենց ես հասկացել էի։ Ու այդ ամեն ինչից տեղական արդեն բոլորը մի քանի օր այդ ամեն ինչի մասին խոսում ենք, բան, դա նախապատմությունն է, ինչ որ կապված է Փաշինյանի հետ։ Ուրեմն անցնում է մի քանի օր, գնում եմ մի ուրիշ սենյակ ու զանգում եմ այն սենյակ, որտեղ ինքն է աշխատում։ Այդ ժամանակը որպեսզի հասկանաք, Նիկոլը ավելի շատ զբաղվում էր քաղաքապետարանի գործունեությամբ։ Ծառեր հաշվելով, դրա մասին եք պատմում քեզ։ Հեսա ես կպատմեմ։ Ու ասենք քաղաքապետարանը հայտարարում էր, որ մենք տնկել ենք 1000 ծառ, ինքը անպայման գնում էր որպես լրագրող շատ Քաղաքապետները այդ ժամանակ հանրապետության նախագահ էր, այո։ Ու գալիս էր գրում էր, որ նախկին քաղաքապետը հիմիկվա նախագահն էր։ Գալիս էր գրում էր ոչ թե 1000 հատ ծառ, այլ 992 հատ, եւս 13-ը չորացել են, 18 հատը ջարդված է,
6 հատը գողացել են ու այդպես ինձ անընդհատ ինչ որ քաղաքապետարանի հետ բան տենց ինչ որ հա ու զանգում եմ այդ սենյակ ասում եմ բարև ձեզ պարոն Փաշինյանի հետ կարող եմ խոսել այո ու փոխանցում են հեռախոսը Նիկոլին ասում եմ բարև ձեզ քաղաքապետարանի լրատվականից են անհանգստացնում վաղը ժամը 10-ին միջոցառում ունենք բուսաբանական այգում կարող եք գալ բա իհարկե իսկ ինչ միջոցառում է մենք կապիկներ ենք բերել ինչ որ մի երկրից եմ անում տալիս ու ուզում ենք բաց թողնել այդ արարողությանը կգաք բա հա իհարկե զսպում ացի ծաղը ու կախում ու վազելով մտնում այդ սենյակ ու բան ու գործները թողած կապիկ են բերում ծառերը չեն գանում թե կապիկ են բերում ու այդ Ես որ ձեզ շուտ իմանայի կհրավիրեի ռադիո իմ հետ աշխատելու, որտեվ ես էլ այդպես բաներ անդադ անում։ Դուք մի անգամ պրանկ եք արել մեր խմբագրության, առավոտ զանգել։ Ինձ թվում է որ մի քանի անգամ, հələ պատմեք, որը ես չեմ էլ հիշում։ Ինչ ենք ասել։ Հիշում եմ առավոտ բաներ, թռուցկաժողով է։ Առավոտը եթե պիտի։ Հա, առավոտ թռուցկաժողով է եւ զանգ եկավ, տենց անդադ զանգա գալիս բան։ Վերջ ասիլավ դե այդ ինչ են կարող ինչ որ դες շտաբ լուրը բաց ենք թողում վերցրեք հեռախոսը Լուսինեն Բարսեղյան վերցրեց հեռախոսը զգում ենք սենց ինչ որ մի բան է սենց ինչ որ զգում ենք որ ինչ որ տարօրինակ խոսակցություն է տեղի ունենում արդեն շատ մոտ են եզրին որ էցա կպայթի եւ այդտեղ դուք ասում եք որ Եգոր Գլումովն է եւ ռադիովանից եւ այլն Այ որ հիշենք ինչ էինք արել, դա այլ ավելի ծիծաղալ կներ, բայց այո, փաստորեն պրանկերը ինչ որ որպես մի տատիկի կերպարի մեջ, որ զանգել է եւ ասում է թե ինչ թե կարծեմ հենց Լուսինեին եք ուզել թե ինչ հիմար հոդված է գրած այդ հոդվածը սկսել այդ հոդվածը եւ այլն բավականին հետաքրքիր կյանք ունենք ժամանակին այո բայց հետո պարզեց որ դա պրանկեր էր մենք չգիտեինք որ դա պրանկ էր հա հետո անունը այն ժամանակ բայց անունի չէ վերջերս եմ իմացել մի անուն պետք է ունենա չէ հիմա մեր ռադիոյում դա կոչվում է գլումիլնիկ այո մենք գլումիլնիկ ամոնում դա ես առանց ճանաչելու ձեզ փաստորեն գլումիլնիկ եմ արել չէ դե մենք որ գլումիլնիկ ենք անում ձեր պրանկներով այո ես իսկ միջալից հիշում եք որ զուգահեռն է կիսում կորեաները 53 չի 38 53-ը պատերազմի վարավ 38 Եվս մեկ ծիծաղելի պատմություն կա ինչպես է ժամերը խառն է առաջ ու հետ տալու այդ ծիծաղելի պատմություն չէ կաշմար բայց այն ժամանակ կաշմար էր հիմա միգուցե ծիծաղելի ես մինչև հիմա այ որ դուք ասում եք ես մեջս ամոթի հետ բանի անում հա դե պատմի որտեվ ես եմ դրա հեղինակը էլի չէ դե դա խայտարակ պատմություն է ուրեմն օրենք կար Հայաստանի Հանրապետությունը որ աշնանը եւ ամռանը ժամերը հետո առաջ էին տալիս այդ օրենքի հեղինակը Վանո Սիրադեղյանն էր Հայաստանի պատմության մեջ ամենակարճ օրենքն էր ու պարտականությունը որ ես պիտի հետևեմ ին վրա էր դրված ձևակերպումը օրենքի հետեւյալն էր որ Այսինչ ամսվա չեմ հիշում մարտ վերջին շաբաթ օրը հա կամ առաջ ենք տալու կամ հետ ենք տալու նենց էր համընկնել որ շաբաթ այդ շաբաթը ոչ թե վերջինն էր այլ նախավերջինն բայց ասենք 31-ը ընկնում է մյուս շաբաթ այսինքն հեշտ էր սխալվելու իրականում հա այսինքն ոչ թե մեկ շաբաթ առաջ են սխալվել ամսի 23-ին են հա մեկ շաբաթ առաջ ու գրում ենք որ վաղը ժամացույցների ժամերը փոխում են գրում ենք դնում ենք թերթում ու մյուսօրը շաբաթ է գրում ենք տուն ժամերը մի ժամ հետ են տալիս կամ առաջ են տալիս չեմ հիշում առավոտ ժամը երևի 8-ին կամ 7-ին կամ 9-ին իրական չի պարզ չէ որ այդ շաբաթ արդեն բայց իրականում 9-ի հա ու զանգ եմ ստանում վերցնում հայկ ասում եմ հա ժամերը երբ դի առաջ տայինք ասում եմ այսօր վստահ ես ու միանգամից այդ արագությունը որ այդտեղ հաշվարկի սխալ է եղել հաստատ հաշվարկի սխալ է եղել ասի սխալվել ենք ասեց հա
ասես դե հիմա զանգի, ինչքան լրատվամիջոց ունես ծանոթ, բոլորին ասա, որ հերք են։ Դե մի մասին ես եմ զանգում բնականաբար ինքնամի բանի մեջ է, որովհետև գոնե եթե հաջորդ օրը Թերթեր թերթեր չկա, կհերքենք, դա շաբաթ օրը, Այսինքն երկու շաբթի օրը պետք է։ այդ օրը գնաց, Մյուս օրը Կիրակի գնաց։ թերթ չկա, երկու շաբթի թերթ չկա, երեք շաբթի օրը շաբթի։ նորը հաջորդ համարը լույս է տեսնելու եւ հերքելու հնարավորություն չկա, որ գոնե հիմի ինտերնետում բան կանենք, խմբագրենք շաբաթ, Կիրակի, երկու Երկու շաբթի։ շաբթի եւ երեք շաբթի, այդ 4 օրը ասենք իմ լրագրողական կարիերայի ամենածանր 4 օրերն են եղել։ Բայց եթե հիմա հակառակ կողմից նայենք, պարոն Փաշինյան, ինչքան կարևորություն ուներ գրված եւ տպված խոսքը։ Չէ, այլ ընտրանք չկար։ Եվ հիմա, չէ, միգուցե չկար, բայց միևնույնն է մարդկանց Այն մոտեցումները։ ժամանակ կներեք Իսկ հիմա չկա այդքան հարգանք։ հերոստատեսության դոստոպ ունենալու մեծ Իհարկե։ պրոբլեմ էր, այդ ասացի խնդրի, որ հերոստատեսությունները գոնե ասեն, որ վրիպակա Ում ծանոթ ունես լրագրող, խմբագիր, չգիտեմ, մենեջեր։ Կամ լավ, ում ինչ կարող պրոբլեմ է, ես ասի զանգել։ ասել են, լավ, ժամերը փոխվել է։ Օրինակ հիմա տենց կվերաբերվեին, հաստատ։ Ես չգիտեմ մարդիկ ոնց են դա այդ չէր խնդիրը, այն որ տենց վրիպում բաց թողում ենք թույլ տվել, այդ մեր բանի պրոֆեսիոնալիզմի եւ մեր Շատ։ աշխատանքի որակի հետ էր կապված, ասենք մարդիկ, հետո ես հիշում եմ, որ մի հատ ներողության ինչ որ մի հատ տեքստ Շատ էին գրել, մեծ տեքստեր ու- ընթերցողները զանգում էին, ասում են, հա լավ, այդքան ծանր մի տարեք։ Ուզում ասեմ, թող բոլոր մեր վրիպումները այդպեսին լինեն։ Չէ, ու ամենավատն էր, որ մի քանի հիմնարկներ փոխել էին ժամերը։ Դե լավ, Կարևորը Զվարթնոց օթանավակայանը, դե պատկերացրեք կարևոր նրանց հիմնարկ է Զվարթնոց բանել- օդանավակայանը։ Հա, ու նրանք էլ բաներ էր մյուս եղել, շատ հետևանքներ չէ, էր։ ծանր բաներ էր եղել ու դրանից հետո Հենց հետո որոշեցինք այդ թեմային չանդրադառնալ։ ու ամոթից մի հատ քրտնում նոր գնում էի տուր, բան գործի։ Ես պատկերացնում ինչքան ուրախացակ, երբ որ այդ օրենքը վերացավ։ Այո։ Դե արդեն չէ, Էլ չէ։ իր ազդեցությունը թողել էր։ Դե լավ, parzեցինք թե ինչի է ձեր մազերը սկսե ջերմակել, այս պահին եւս մեկ երաժշտական ընդմիջում երեկոն շանթում։ Գնացինք։ Քեզ հետ բարձրացել, ամպերին եմ հասել, ես շախրում եմ և չեմ վախենում անգտել, կանգնած քո դիմաց, ես ունեմ քեզ մի հարց, սերն է այսի վերջը, ինչ է կորոս թե գած, գտել եմ գիտեմ, ու եթե քեզ կորցնեմ, արացես ես այս կյանքում կգժվեմ, Սկսեր խանդել, հիման եմ արդեմ, դու ասան ինձ խնդրեմ, որ կորուս չէ այլ գանձ է այս սերում էր, գտել եմ գիտեմ, ու եթե քեզ կորցնեմ, առանց քեզ ես այս կյանքում կգժվեմ, իրոք ոչ ոք չեր կարող հավատալ, որ սիրո Ես կարող եմ ինքս ինձ գործունել, լավել, չի կարող ես ոչ ոք ինձ նման սիրել, դու կարծում եմ ինձ համար ես Եթե քեզ կորցնեմ, առանց քեզ ես այս կյանքում կգժվեմ, իրոք ոչ ոք չեր կարող հավատալ, որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ գործունել, լավ
Շնորհակալություն Շան Project-ին եւ Մարիամին հիանալի կատարման համար հերթական հյուրն է տաղավարում հայտնվելու եւ շարունակենք մի քիչ քվիզ խաղալ պարոն վարչապետի հետ։ Այդ մարդու անունը դուք այսօր հիշատակել եք։ Վահեն Ղարոն։ Միգուցե նա է։ Տեսնենք։ Հրավիրենք հյուրին այստեղ։ Տաղավար։ Բարև ձեզ։ Վահե Ղալումյան, մանկության ընկեր, պարոն վարչապետի, դե առաջին հարցը ձեզ էլ այդպիսին տանք։ Վարչապետ, մանկության ընկեր, ինչպես եք վերաբերում այս պահին։ Միանշանակ որպես վարչապետ։ Որպես վարչապետ։ Տանն է, որ օրինակ զանգում եք իրեն, որպես վարչապետ եք զանգում։ Հիմնականում չեմ զանգում։ Վերջին անգամ երբ եք զանգել։ Չեմ հիշում շատ տարիներ առաջ իհարկե հաղորդագրություններով շփումներ ունենք։ SMS-ներ եք գրում։ Երբ եք վերջին անգամ գրվել։ Մի քանի օր առաջ։ Ինչ եք գրել։ Աշխատանքային հիմնականում։ Ձեր հետ կապված, թե վարչապետի աշխատանքի հետ կապված։ Մեր եւ վարչապետի փոխկապակցված վարչապետի աշխատանքից SMS եք գրել։ չէ։ Լավ, պատմեք ձեզ մանկությունից մի քանի պատմություն, հիշում եք ձեր առաջին ծանոթության պահը հիշում եք։ Ես երևի թե մի 5 տարեկան էի, երբ եղբայրս ու վարչապետը առաջի դասարան էին գնում, այդ ժամանակ առաջ անգամ հանդիպել ենք, հետո որոշ տարիներ եղբայրս տեղափոխվեց առաջի դպրոց, այնուհետև վարչապետը եկավ առաջի դպրոց 86 կամ 7 թվին։ Այդ ժամանակից արդեն պարբերաբար շփումներ եւ ծանոթություն։ Ինչպիսին էր վարչապետը այն ժամանակ։ Այն հիմա օրինակ տեսնում եք վարչապետի մեջ ինչ որ բան, որ այն ժամանակվանից կար։ Շարժում, խոսք, գաղափար։ Այն ժամանակվանից միշտ առանձնանում էր իր շիտակությամբ եւ սկզբունքայնությամբ, որը միջև մի պահպանվում է։ Դե պատմեց մի անգամ, ամբողջ դասարանը դասից փախել է, ես մնացել եմ, բոյկոտել էի։ Մի անգամ չի եղել երևի։ Հեշտ է այդպիսի մարդու հետ ընկերություն անել, թե ոչ։ Շատ կարևոր է։ Չէ, կարևորը օքեյ, հասկացանք, բայց հեշտ է այդպիսի ընկեր ունենալ։ Դե փորձում ես նմանվել, եթե ընկեր ես, քո մեջ էլ գրում ես այդ սկզբունքներից, այդ գծերից եւ ահագին հեշտանում է։ Ավելի շատ դուք եք վարչապետից բան սովորել, թե ինքը ձեզանից։ Իհարկե ավելի շատ ես վարչապետ։ Ինչ եք սովորել վարչապետից։ Հենց իմ նշած սկզբունքայնություն, պարզություն, մտածածը, մտածողությունը պարզ ասելու, բաց ասելու։ Գիտեք, ցանկացած մարդու ստեղծում է իր միջավայրը։ Այս շատ կարևոր բան է։ Մենք ընկալում ենք շատ հաճախ, որ դպրոցը դու գնում ես, իմանում ես, ենթադրենք, չգիտեմ, որ թվին ինչ ա եղել։ Բայց եւ դա չէ, դա մասա, բայց հասկանում եք միջավայրը, որի հետ դու ամենօրյա շփման մեջ ես, ինքը հղկում է եւ տարբեր միջավայրերում, մանավանդ մանկության շրջանում, ես համարում եմ, որ ցանկացած մարդու ձեզել ինձել բոլորին էլ միջավայրն է ձևավորում։ Իհարկե։ Եվ այդ փոխազդեցությունները շատ կարևոր են, այսինքն որևէ մարդու հնարավոր չի ընկալել իր միջավայրից կտրված, իր կյանքի պատմությունից կտրված, իր միջավայրից կտրված, ես ավելին, ես դրա համար եմ, որ ասում եմ, քաղաքաշինությունը շատ կարևոր բան է, որովհետև ինչպիսին են մեր փողոցները, ինչպիսին են մեր շենքերը, ինչ ձևավորում ունեն, ինչ տեսք ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես օրինակ կարող եմ մի քիչ շեղվեմ բանի առումով, շատ սիմվոլիկ եմ համարում, որ հեղափոխությունից հետո այդ մեծ բիլբորդները հիմա էլ Երևանում կտրում հանում են, որովհետև այդ մեծ բիլբորդները մանավանդ որ օլիգարխները իրենց նկարները տենց կպցնում էին, ինքը sense ինչ որ ճնշող եւ այլն տպավորություն է ստեղծում։ Թամանյանական Երևանը չէր երևում։ Հա, ես նկատի ունեմ, ասենք կաշկանդված են ընկերներս, բայց ցանկացած մարդ տենց է։ Մենք իրար ստեղծում ենք, մենք իրար անդադ ստեղծում ենք, մենք ամեն օր եւ այդ շփման ժամանակ եւ նաեւ հատկապես մանկության շրջանում դա շատ մեծ եւ էական նշանակություն։ Այդ է ուզում հարցնել, դուք ձեր ընկերներից ինչ եք սովորել։ Դե գիտեք, տենց Կամ կարող եք վառ հիշել, օրինակ Վահեն կամ Հայկը այն ինչ որ մի բան արել են, միջև հիմա դուք հիշում եք եւ դա ձեր համար օրինակ դաս է։ Գիտեք, ես այդքան չէի բանանի, այդքան չէի լրջացնի թեման, որովհետեւ դա էլի էվոլյուցիայի տրամաբանությամբ է տեղի ունենում, դա այնքան դանդաղ է տեղի ունենում, մենք շատ ինչ ու աննկատ, ես չգիտեմ արհեստական ինտելեկտին, որ ինֆորմացիան լցնենք, գուցե թե ասի այս կապված է այս ինչի հետ, բայց ես հիշում եմ եւ Վահեին եւ Հայկին, ընկերության ամենակարևոր բանը է նա իմ կարծիքով, որ
լավ է իրար հետ ուղակի։ Լավ է, որ իրար Եվ դա անբացատրելի է, թե ինչի է։ երբեմն այո անբացատրելի է, բայց երբեմն նաև բացատրություն ունի։ Այսինքն ուղղակի լավ է։ Այդ ոչ մի բացատրություն չունի, էլ ինչը ես դու ընկերություն անում։ Ասենք հայ Վահեի հետ մենք արդեն ստացվում է 30 տարի է, հա? 46 հերթական երաժշտական դադարը եւ շուտով դիմավորենք մեր հերթական հյուրին։ Շան Project ձեզ համար։ Հայոյի կեղեցի այս բարդու շվակում Իմ հոգին գերեցի աչկերը երկնակում Ես ինչու սիրեցի աչկերդ կապուտա Իմ սիրտը երեցի հայացքով ուր կրա Քո լուսնակ պատկերով ինձ հանգիչ չես տալիս Սիրահար իմ սրտի նուր բլարեն են լալիս Ես ինչու սիրեցի աչկերդ կապուտակ Իմ հոգին գերեցի աչկերդ ուր կրա Ախ ինչու չես գալիս Ճամփադ շատ պահեցի Կարկաչող ջրերի հովերը սահեցի Քո լուսնակ պատկերով ինձ հանգիչ չես տալիս Սիրահար իմ սրտին ուր բլարեն են լալիս Ես ինչու սիրեցի աչկերդ կապուտակ Իմ հոգին գերեցիր հայացքով ուր կրա Հայոյի կեղեցիկ այս բարդու շվակում Իմ հոգին գերեցի աչկերդ երկնակում Իմ հոգին գերեցի աչկերդ երկնակում Շան Project իրաց երկը նվիրում էր բոլոր հայուհիներին եւ ձեր գալիք մարտի 8-ը շնորհավոր այ ինչ կարող եմ ասել դա չէ գեղեցիկ հայուհի կյանքում հանդիպել եք Ընդհանրապես ես ձեզ ասեմ չգեղեցիկ կին չկա Вот она чем Михайлович լավ դիմավորենք մեր հաջորդ հյուրին հեշտ է գուշակել շատ մի մարդ ում թեթև ձեռքով եւ զանգով դուք հայտնվեցիք այս տաղավարում Ալեն Սիմոնյան այո Բարև ձեզ պարոն Ալեն Սիմոնյան ինչպես եք
Շատ լավ։ Ոնց որ սովորել եք, հա, պարոն Սիմոնյան, այս տաղավարին։ Այս այն վաղ ստեր նստած։ Հա։ Շատ լավ տաղավար է, շատ լավ հաղորդում է, շատ լավ արձագանքներ ա եղել հաղորդումից հետո, ուստի միանշանակ այո։ Ինչ են ասում առհասարակ։ Դե կարևոր է որ մարդուն քաղաքական գործչին նաև այս ֆորմատով են ճանաչում, դա շատ կարևոր է ու սա հնարավորություն է տալիս։ Այս ֆորմատները ավելի միշտ քաղաքական բանավեճը, քաղաքական խոսքը կա, բայց այս ձևով մարդուն ներկայացնելը շատ կարևոր է։ Բայց այդտեղ խնդրեմ ունենք, որովհետև մեր նախորդ հյուրերը ակնհայտորեն տենց իմ կարգավիճակից, բանից եւ այլն։ Նես չի որ ինձ լավ է, բայց Դե ամենամեծ շանսերը դու։ Ոնց է մենակ ինձ է լավ։ Պարոն Սիմոնյանի հետ արդեն այդ պահը հիշել ենք, հիմա ուզում եմ դուք էլ ձեր ներկայությամբ եւս մեկ անգամ վերհիշենք, այն, չգիտեմ, դաժան է եղել այդ պահը, թե ինչպիսին է եղել, երբ որ պարոն Ալեն Սիմոնյանը ձեր հորդորանքով եւ ըստ ձեր այդ համաձայնության ձեզ հանձնեց իրավապահ մարմինի։ Գիտեք, ինչ հետաքրքիրը ինչ է, որ ասեք դուք ասեք դաժան, չէ՞։ Բայց ես նախկինում էլ եմ արտահայտվել, որ ընդհատակի շրջանը եւ բանտ շատ կարեւոր է։ Ես օրինակ հիմա հետահայաց որ նայում եմ, բանտում եմ եղել մի տարի 11 ամիս, ոչ մի նեգատիվ էմոցիա իմ մոտ չկա։ Ընդհակառակը դա հիմա որ հետահայաց հիշում ես, որ այդ ամեն ինչի միջով անցել ես, ճակատագրին շնորհակալ ես, որ ես գիտեք ինչ է, հետաքրքիր բան է, բանտում ես ինչ եմ մտածում։ Երևի մտածում եի նաեւ որպես լրագրող։ Պարզա որ բանտային կյանքը այդ լրիվ ուրիշ կյանք է։ Եվ ես մտածում եի, որ իմիջիալ որպես լրագրող ես մի քանի անգամ եղել եմ այցելություններ բանտետ, sense բաներով մակիաժ արած եւ այլն։ Ես ասում եի, սա ինչ մեծ հնարավորություն է ինձ համար, որ կյանքի այս երեսը տեսնել Այն կողմից, իրական կողմից, դա բան չի, դա շատ մեծ արժեք ունի, շատ մեծ արժեք ունի մարդու համար։ Եվ երբ որ հիմա հետահայաց նայում եմ, ասենք օրինակ կյանքը, ասենք պատժախոց, մենախոց, կացարան, բան ԱԱԾ մեկուսարան, հետո նախագահական նստավայր, ասենք վարչապետի, հետո կառավարություն, հետո Կրեմլ, հետո Սպիտակ տուն, հետո գյուղի քոտունը, հետո հասկանում եք, այս ամեն ինչը շատ կարևոր մի ճամփորդություն է։ Այդ ճամփորդության մեջ չկա կետ, որի նշանակությունը նվազ է, որովհետև դա աստիճան է, եթե ոտդ այդ աստիճանին չդնես, լավ կարաս թռնես 3 աստիճան, չէ՞, կամ ճանապարհը գնում ես աստիճանը չնայ, կարաս թռնես 3 մետր, բայց եթե դու պետք է անցնես 100 քայլ, չես կարա 100 քայլը լավ լոնքերով կարաս անցնես 80 բանով քայլով, բայց մեկը 100 քայլը հնարավոր չի անցնել 12 քայլով, այս շատ կարևոր բան է, չգիտեմ ինչ շեղվեցի։ Չէ, հիմա հասկացողը չհասկացավ։ Միջև պարոն Ալեն Սիմոնյանին անցնեմ, վերջին կարճ հարցը ստամ ձեզ այս պահով։ Սամուրայները ասում են, որ մենք չունենք նպատակ, մենք ունենք ճանապարհ։ Ձեր համար կա նպատակ այնտեղ։ Միանշանակ։ Բայց ճանապարհն էլ է կարևոր։ Սամուրայի համար նպատակը կարևոր չի, կարևորը ճանապարհն է ձեր համար։ Չէ, որովհետև սամուրայը կատարում է իր հրամանատարի կամքը, դրա համար իր համար կարևոր չի։ Հա, իսկ դուք հրամանատար նորից մոռացա։ Չէ, բայց մի ճանապարհը կարևոր է, որովհետև առանց ճանապարհի հնարավոր չի տեղ հասնել։ Եթե չկա այդ ճանապարհը, ուրեմն պետք է բացես այդ ճանապարհը ու շարունակես գնալ նպատակը։ Բարի։ Իսկ ո՞րն է նպատակը, այդ ասեք, ո՞րն է նպատակը։ Իսկ նպատակը իրական Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է, խաղաղ, անվտանգ, դեմարկացված սահմաններով բոլոր հարևանների հետ ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատած, ազատ ճանապարհներով, որից հետո ես համոզված եմ, որ Հայաստանը իր մասշտաբի մեջ մեծ գրավիտացիա ունեցող երկիր է լինելու եւ այսօր էլ է արդեն այդպես։ Դա կարող է դառնալ պատճառ, որ իմ երազանքը ամենամեծ կատարվի եւ ոչ միայն համոզված եմ, որ այդ 8 միլիոն հայ, որոնք որ Հայաստանից դուրս են ապրում, գան եւ ապրեն այստեղ։ Ես 8 միլիոնը չգիտեմ, բայց 5-6 միլիոնը այդ հաստատ կա այդ նպատակների մեջ։ Մեր ծրագրերի մեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ տեսլականի վրա է հիմնվել։ Պարոն Սիմոնյան, երբ եք առաջին անգամ լսել պարոն Փաշինյանի մասին եւ որտեղ եք հանդիպել, առաջին հանդիպումը որտեղ էր։ Դե լսել եմ այն 2007-6
թվականին, չէ 6 թվականին հերոստանգերություններից մեկի եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էին բանավեճի, ինձ հրավիրել էին որպես ժյուրիի անդամ։ Հա, մենք իրար ֆորմատը այդպեսին է։ Հա, մենք իրար չէինք ճանաչում, այդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործիչ հրավիրելը այնց շատ հազվադեպ բան էր, ինձ համար հետաքրքիր էր, այդ ծրագիրի եթեր չգնաց, եթե ինչ, հա, Իսկ կա ձայնագրություն era։ պետք է այդ հաղորդել, կարծում եմ, որ ես երևի իրանք վառել, հետո այդ փոշին տենց սփռել են, որովհետև հանգարց չլինի, հա, որովհետև նախ տենց ես առաջի անգամ, որ տենց ջղայնացած խոսում էր Նիկոլ Փաշինյանը, տենց խոսում էր, ես այդպես ժյուրիում նստած եմ, եկավ ժամանակը հաղորդավարը ասեց, դե ասեք ձեր կարծիքը, ով է կողմերից հաղթողը, ու դե ինքը տենց սպասում է ով ինչ է ասելու, բան մենք իրար ընդհանրապես Հիշում եք դուք այդ ծրագիրը, հա, ու ես դե ասեցի, ակնհայտ էր, ոչ ես այն ոչ ճանաչել եմ, ոչ բան ակնհայտ էր, ասեցի դե Իսկ հակառակ կողմից ով է ներողություն։ Չեմ ուզում ասեմ այդ մարդուն, չեմ ուզում ընդհանրապես իր մասին հիշենք, այնուամենայնիվ ինքը պարտվեց շատ ջախջախիչ ձևով ու ասեցի առաջին անգամ այդտեղ եմ տեսել, բայց հետագայում երբ որ սկսվեցին 2007 թվականի հավաքները օպերայում բան, հենց գնում էինք ու մշտապես այդ միտինգների ժամանակ հետաքրքիր էր, որտեվ վարչապետը վարում էր եւ ամենաշատ խոսքը ինքն էր ասում, ելույթեր էր ունենում, մենք տենց ընկերների խումբ ունենք, ասում ենք դե գնանք Նիկոլին լսենք, որովհետեւ ասենք հեսա էլի ինչ որ սենց հետաքրքիր բան կլինի, հետո ընդհատակում շատ անսպասելի տենց ծանոթացանք, հա, մենք իրար հետ, հետո ասեց տարինց հանձնի, ասեցի դե վերջ, հիմա այս աստեղ վերջ, որտեվ ես Բայց Mercedes-ի պատմությունը պատմել է։ Չէ, չեմ պատմել։ Ամենակարևորն է։ Ասեց Այսա ես կփոխանցեմ էլ այդ պատմությունը, ասեց, դե ոնց ենք անում բան, պայմանավորվեցին, որ ես պետքա մեքենայով գամ, ինքը նստի հետևը, մեքենայիս ապակիները տենց մքեցված էին, ու ես գնանք Սունդուկյան թատրոնի մոտ կանգնեմ, ինքը այգու միջով մտնի եւ դուրս գա դեպի դատախազություն, որտեղ վտանգ կար, որ այդ օրվա իշխանությունը կարող են տենց բռնել եւ իրենց վերագրել եւ այդ հանձնվելու ամբողջ պահը բան լինի ու ես մեքենայի մեջ նստած սպասում եմ Այս կարևորը որ ես եմ հանձնվել այո պետք է գնալ եւ մտնել դատախազություն ես նույնիսկ գրպանում գրություն ունեի գրած որ ես այս ինչս հիմա այսին ժամին գնում եմ եւ այլն որովհետեւ դա շատ կարեւոր եւ քաղաքական եւ իրավական նշանակություն այսինքն չստացի որ ինձ հայտնաբերեցին որովհետեւ դարել էր սկզբունքի հարց ինձ համար թե ես արդյոք կարող եմ նենց անեմ, որ ինձ չկարողանան հայտնաբերել, իրանց համար էլ սկզբունքի հարցեր, որ ինձ հայտնաբերեցին։ Դա շատ կարևոր քաղաքական կոնտեքստ ունի։ Так, հիմա Mercedes-ը։ Հիմա այն ժամանակ ոնց է ես ոնց ենք հայտնվել Խանջան փողոցի վրա Աշոտ Բլեյանի տունն էր եւ այդ ժամանակ Ալենն էլ Մարիամի հետ արդեն ընկեր շփվում ունեի Վերջը ես հասցի որ վերջ հայտարարություն արեցինք որ ես պետքա դուրս գամ 2009 թվականի հուլիսի 1-ին դե հիմա պայմանավորվում ենք վերջը ասում եմ ի՞նչ է մեքենան ասում է դե Mercedes-ը մեքենան ասում եմ դե կգաս այսինչ տեղ կկանգնես պայմանավորվում ենք որտեղ պետքա կանգնած լինի իրար հետ նաև չիջնենք որ ուշադրություն ասում եմ դու գնա մեքենայի մեջ ղեկին նստի ես նստում եմ դուռը փակում եմ ու քշում ես ասում ենք շատ լավ Mercedes-ը այնտեղ շատ լավ ես գնում եմ շքամուտքից իջնում եմ ձախ եմ քայլում ճանապարհնա եւ տենում եմ Mercedes-ը գնում եմ դուռը քաշում եմ որ բացեմ չի բացվում դուռը էլ եմ դուռը քաշում որ բացեմ հետևի դուռը չի բացվում ու այդ պայն մտածում եմ ասում եմ ոնց կարար սենց պատստավալներ ու ես չհասկանայի ես դուռը քաշում եմ չի բացվում մեկ էլ նկատում եմ որ կեղտոտ են այդ բանի մեքենայի ապակիները երկար ժամանակա կանգնած հետո տեսնում եմ որ դիմապակին էլ ասեն այսքան բանա նստած վրան փոշիա նստած հասկանում եմ որ այս չի այդ ավտոն եւ մի քանի մետր են կողմ ուրիշ Mercedes-ը անում գնում եմ այդ Mercedes-ին եմ նստում բայց այդ մի քանի վայրկյանը որ ոնց կարա այսինքն սենց ինչ որ կոգնիտիվ դիսոնանս է որ սենց պետքա չլներ ես սպասում եմ որ արդեն դուռը փակա պետքա գան արդեն ինձ շատ
ավելի ծիծաղալու կներ, եթե ինչ որ ուրիշ Mercedes լիներ, մարդը նստեր մեջ, Հա, բացը Մի քանի օր առաջ եթերում հետաքրքիր բան էի պատմում, որ ուրեմն Կոլումբիայում ժամանակին, երբ որ ուրեմն ազգային բանագոյություն ուներ, որը դեմ էր կառավարությանը, եւ այդ ազգային բանակը ուներ պատանտներ։ Պատանտները լսում էին ռադիո, գիտեին, որ բոլոր ռադիո են լսում եւ հատուկ երգ էր ձայնագրվել, որի մեջ ուրեմն այս պատանտներին հաղորդագրություններ էին հաղորդում երգի միջոցով, այսինքն դա ինչ-որ պոպ կատարող էր հայտնի բավականին, որի երգի մեջ ինչ-որ բան կար, որ տիպը տղեկ մի վախեցեք, հեսա մի քանի որ զգդես գալու ենք ազատենք, եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ, որ ընդհատակում ձերետել էին շփվում, բայց ոչ երգի միջոցով։ Թերթի միջոցով, այո, խորագրերի միջոցով, ինչ որ ուղերձներ, բան, բայց լավ չէր աշխատում այդ կոմունիկացիան, մեկ որովհետև բաներ կան, ես հետո հասկանում եմ, որ սխալ եմ հասկացել, այսինքն դեռ խորագրեր կար, խորագրում տեղ ունեինք, պայմանավորված, որ եթե ինչ որ բան այն չի, տարասխալ էր օրինակ։ Չէ, ինչ որ խորագիր են դնում, ես այդ կարդում եմ եւ այդ խորագրից անում եմ ինչ որ հետեւություններ։ Տարասխալը իմ հետ ա եղել։ Իսկ տարասխալի պատմությունը կար, չէ՞ նաեւ։ Ինչ տարասխալի պատմություն։ Աննան պիտի հետ գար ընդհատակից ու պիտի հաղորդագրություն թողնենք ինչ որ ձևով որ ամեն ինչ նորմալ է, պոչ չկա, ոչ մի խոսքով ամեն ինչ լավ է։ Դրա համար պիտի երկրորդ էջի տակի նյութում 2 տարերի տեղը փոխած լիներ։ Հա։ Ունենց հաստատում մյուս օրը թերթը չի տպվում։ Հա, ու ասենք որ ես պետք է ուղղես ստանայի, որ ամեն ինչ նորմալ եկել հասնա, որովհետև ու թերթ չկա ընդհանրապես։ Ինչ ասես։ Ընդ որում պետք է ընդհատակի վիճակը, այսինքն լրիվ կոնսպիրատ։ Այս ժամանակ ինտերնետ էլ կար, բջջային հեռախոս էլ կար, ամեն ինչ էլ կար, բայց ոչ մի բան ես չէի օգտագործում, հասկանալու որ դա հետագծելիություն է բերելու, եւ տենց այդ կոմունիկացիաներն ենք փորձում օգտագործել եւ անձնապես գնալ գալը, որ մարդ էր գնում գալի, Հակոբը Սիմիդյան կապը ապահովում էր, երբ որ իրան ստաննեինք, բայց հա տենց թյուրըմբռնումներն լավ չէր այդ կոմունիկացիան, ընդհակառակը մեկ անտեղի անհանգստություններ էր առաջացնում, որովհետեւ ուղերձները շատ པարզ չէին եւ անհասկանալի։ Եվ հասկանալի չէին շատ։ Պարզ։ Ես էլ մոռացել եմ ասել։ Չէ, բայց այդ օրը թերթը չտպվեց։ Այսինքն երկի միջոցով ավելի հստակ կարող է անել։ Ձեր զույգը դարձել է տրենդային եւ մեմային, այսինքն ձեր ավտոբուսում ինչ որ բան ուտելը դարձել է ամբողջ միայն Հայաստանում չէ, Հայաստանից դուրս նաեւ։ Ինչ է սա, այսինքն սա մտածված քայլ էր ամենասկզբից թե սկզբից պատահական էր։ Ես ձեզ մի բան ասեմ, օրինակ ասենք, ընդհանրապես քաղաքականության մեջ ես տանել չեմ կարողանում տեխնոլոգիաները։ Ընդհանրապես, որ որևէ ռուսերեն ասեմ բառը հայերեն լավ ինսցենիրովկա, այդ լավ բան չի։ Լավ բան չի, որովհետև քաղաքականության մեջ, օրինակ եթե մենք գնայինք ինսցենիրովկաներով, բացառված բան է, որ մենք քաղաքականության մեջ առնվազն ենք ետում, որտեղ մենք կլինենք, դա բանում ենք, արտաշատում ենք, ասին վարչապետը բասի մեջ էր, դե ավտոբուսում նենց չի որ ուտելիք շատ կան, տենց որոշում ենք էլի, հնդածած բան որոշենք, քայլելու ժամանակ դե մտնում եմ սխանութ բարևում ես մարդկանց հետ խոսում ես, ասեցի դուք պասային ինչ որ բան ունեք, գիտակցելով որ տենց բան, ասին պերաշկի ունենք, ասի դե տվեք, տենց վերցեցի, եկա ասի բան վարչապետ, sense բան կա, բան ասեց, Դավիթ նկարի, ասի հա, բան ասեց, հա, ասի սկսենք։ Չէ, ոչ թե Դավիթ նկարի, սկսեցի ուտել նոր ասի Դավիթ նկարի, որովհետև երբ որ ասես Դավիթ նկարի նոր ուտես, դա ինսցենիրովկա է։ Երբ որ ուտում ես, ասում ես Դավիթ նկարի, արդեն դա process է, որ իրականում։ Ու ես հələ հարցում եմ, ասում եմ դնենք, բան տենց ասես դնենք, ահա, հա, դնենք, ու ստացվեց էլի, որ տենց հատուկ չէ։ Ու հետո դարձավ դա շարք։ Ու հետո ու սկսեցինք տենց հա։ Հիմա ես մի քիչ նեղսրտած եմ իրականում, եթերը օգտագործեմ ասեմ, որովհետև 3-10 րոպե ուշացել էի Արադ Միրզոյանի հետ էր ինչ որ բան ուտում։ Կանքը դաժան է։ 10 րոպե ուշացում, բավարար էր մեկ անգամ։ Святое место пусто не бывает, այո, խնդրում տիտրերով թարգման տալ։ Պարոն Փաշինյան, ասացիք, որ տեխնոլոգիաներին չեք սիրում եւ դեմ եք։ Այսինքն այն ինչ որ դուք անում եք, դա տեխնոլոգիաների հետ կապ չունի, ոչ մեկ ձեզ չի ասել։ Ինչ կոնկրետ նկատում։ Ռիլերը, սրտիկները, երաժշտությունը, լուրն այլը։ Ես կարդացել եմ, ինչ որ Միացյալ Նահանգներից ֆիրմա կա, PR մենեջերներ կան, որոշում են ինչ երգ լինի, ինչ երգ չլինի։
ես Դուք եք որոշում։ Այո, իհարկե։ Ձեր որոշումը։ Բա ուրիշով։ Ինչպես եք դա, ոնց տեխնոլոգիա առավոտյան արտանում եք։ Ես երաժշտություն միշտ լսում եմ եւ գիտեք իմ կարծիքով մարդը երբ որ արթնանում է ամեն օր ինչ պատճառով ես չգիտեմ գուցե մանկական տրավմայի եւ ոչ տրավմայի կամ ինչ որ իմ ընկալումն է որ մարդը արթնանում է իր մեջ մի հատ երգ սկսում է արթնանալ իր հետ ինչ որ մի հատ երգ սկզբից այդ երգը շատ բան է շատ աղոտ է մշուշոտ է հետո կամած այդ երգը գալիս է բայց ըլնում է նաեւ որ չի լնում այդ երգը ասենք շատ հաճախ ըլնում է եւ իմ փորձը ցույց է տալիս որ այն ռիլերը որը երգն է տենց եղե իրանք ամենամեծ տարածումն են ստանում բայց ըլնում է նաև որ ես բան եմ անում փնտրում եմ մտածում եմ թե որովհետև տենում եմ երգ չկա մեջս ասում եմ ես այդ օրը առանց երգ եք արթնացել մի ամիսա մի հատ երգ եմ խնդրել չդի մի ամիս ձեր ինչու չեք մի ամիս չէ որովհետև ասում մենակ այդ Մարիամն էլ է խնդրել աղջիկս խնդրել մի հատ երգ հատուվի ասա խնդրում խնդրում եմ լսում մարդկանց չէ որովհետև ես ասում եմ ասում եք ժողովրդին եք ծառայում չէ մի րոպե ասում եմ այդ երգը պետքա ինձ բան անի հուզի հա բայց կարող եք ասել կարող եք այդ ընթացքում ասել այս երգը հատուկ արի Սիմոնյանի համար դե տեն ժանրի մեջ գաղտնիք է չէ էական չի երգա բայց այդ շատ կա օրգան դա արդեն երբ որ մեկը ասում այս երգը դու այդ երգը դնում ես դա արդեն տեխնոլոգիա է իսկ երբ որ դա օրգանիկ քոնն է դա օրգանիկությունն է կորցրում հասկանում եք մենք էլ իմանում ենք վարչապետը ինչ տրամադրություն ունի էլի առանց զարթնում ես տեսնում ես ասում ես հա այսօր այս տրամադրությունը Պարոն Փաշյան ես միշտ որ ձեզ դիտում եմ կամ լսում եմ ասում լավ այս մարդը հետո ոնց է հանգստա ոնց եք ինքներդ ձեզ այդ տենց ջղայնացա գորգորացիք եկաք տուն մնացել եք մենակ լոգանք ընդունել եք մի բան կերել եք ոնց եք ձեզ սնուկեր չեք նայում հիմա տիեզերքի մասին եք տենց եք հանգստանում ինչպես եք այդ աշխատանքով այդ լիցքա թափվում ասեմ թե չասեմ իհարկե ասեք օրինակ 5 կինոներ եմ նայում հիմնականում խորհրդային գալիս եք տուն գալիս եմ տուն ասենք այս օրինակ վերջին մի շաբաթ 10 օրը նայում եմ Գառնան 17 ակնթարթները 17 мгновений դա ինձ առաջ նայել եմ հանդիպման վայրը փոխել չի կարելի ասենք այդ ֆիլմերը ես ենթադրենք տարին կամ 2 տարին մի անգամ պարտադիր չէ բայց ընդհատակում եմ իմիջայլոց դիսկով հատուկ ուզել եմ այդ բաները եւ համակարգչի մեջ այդ ֆիլմերը էլի այդ ֆիլմերը մի հատ կողքից բան ասեմ էլի Ես կարծում եմ, որ նաև որտեվ ես որ կողքն եմ այդ մեր շրջագայության ժամանակ, երբ որ մարդկանց հետ շփվում է, այդ մարդկանց հետ շփումից ինքը վերադառնում է էներգիայով լցված ու դա չդադարող տենց process է այդ։ Իսկ կարևոր է պոզիտիվ թե նեգատիվ։ Ինքը չի կարա նեգատիվ լինի, այդ նույնիսկ այդ նեգատիվը ինքը ինչ որտեվ այդ նեգատիվը մի դրվագ կարող է լինի, երկու դրվագ կարող է լինի, բայց այդ երեխաները ընդհանրապես այդ մի այլ պատմություն են, ու դու չես կարող անընդհատ ժպիտ, սեր, համբույր, ձեռք սեղմում ունենաս, ինքը ասենց ավտոբուսից իջնում է, վերադառնում, ասենց ասում, ահա, կանգնեք, շուտ կանգնեք, վերադառնում, ասենց էներգիան մեջից դուրս է գալիս, կարծում եմ այդ իր դերը ունի, բայց երեխաների հետ կապված մի հատ դրվագ եմ ուզում պատմեմ, կարծում շատ հետաքրքիր դրվագ կա, որովհետև տպավորված եմ, ուրեմն Սյունիքում տենց իջել ենք մեքենայից, երեխաները դե պարզա տենց գալիս են, արդեն անվտանգությունը չի կարողանում, որովհետև տենց հարցակվում են լավ իմաստով, ու տենց բաժանում են քարտեզներն ա տալիս, մի հատ երեխա տենց անդադ ուզում է վերցնի, անդադ փուճուրին է հասնում, անդադ ուզում է վերցնի, մեկ էլ վերցեց տենց Դու ես ելնելու մեր Փաշինյանը, գիտենք Փաշինյանը Պաշտոնը Դու ես ելնելու մեր Փաշինյանը, դա ֆիքսեց, դա շատ տպավորիչ էր։ Պարոն Փաշինյան, երբ որ ջղայնանում եք այս պահերին, նո ինչ որ ջղայնության մենք տեսնում ենք ինչ եք ջղայնանում, բայց երբ որ ձեր թիմի ներսում ինչ որ մեկ ինչ որ բան հանձնարարում եք եւ չի անում, ձեր հանձնարարությունը չի կատարում, էլի ջղայնանում եք։ Չէ։ Չեմ ջղայնանում։ Այս դեպքում ջղայնանալու մեծ անհրաժեշտություն չկա։ Կարելի է ուղղակի աշխատանքից ազատել, եթե ինչ։ Լուր ու մունչ աշխատանքից։ Ինչ իմաստուն։ Հրավիրում ենք այստեղ հերթական հյուրին, որին որ պարոն Փաշինյանը աշխատանքից չի ազատել, բայց նա հյուրը պարոն Փաշինյանի հանձնարարությունը չի կատարել եւ չի ոչնչացրել այն, ինչ որ պարոն Փաշինյանը ասել էր հրահանգել էր ոչնչացնել, բայց նա չի ոչնչացել եւ փաստորեն պահպանել է պատմության համար։
Բարև ձեզ։ Տեղավորվեք։ Դες դեպքում դուք կնենց ներկայացրիք, որ տենց ես պաշտոնական զուտ հարաբերություններ պատկերացրեցի։ Դե լինում են կյանքում ոչ պաշտոնական նաև հարաբերություններ։ Ինչ նամակ եք բերել, սա ինչ է։ Մի նամակ չի, մի քանի նամակներ են։ Так։ Սրանք նամակներ են, որոնցից մի քանիսում այո կա այսպիսի տող։ Այս նամակը կամ ոչնչացու կամ պահիր շատ հուսալի տեղում։ Կամը կար եւ մի քանի տեղ այս նշումը կա ու ես պահել եմ, որոշել եմ Հուսալի շատ Բերելեք այստեղ մենք պահենք։ դե այս կոնկրետ ժամանակահատվածի էր վերաբերվում։ Կոնկրետ ժամանակահատվածի էր վերաբերվում ոչնչացում կամ պահիր հուսալի տեղում։ Այս նամակները ստացել եմ այն ժամանակ, երբ որ պարոն Փաշինյանը գտնում էր ընդհատակում, սրանցից որոշները աշխատանքային նամակներ են, այդ ժամանակ մենք տպարան ունեինք եւ նոր սկսել էր տպարանը գործել, պետք էր որ անխափան աշխատի տպարանը եւ աշխատանքային նամակներ են, բայց մի քանիսը նամակներ են, որտեղ պարոն Փաշինյանը այդ ժամանակ ընդհատակից Այլև գոնե դու ասա Նիկոլեկան ասին պարոն Փաշինյան, այդ ժամանակ Նիկոլը ինձ ընդհատակից ասում էր, խնդրում էր, ինչու՞ չէ նաև որոշ դեպքում Աղաչում էր։ հանձնարարում էր, Ինչ որ Աննայի ծնունդին կամ իրանց ամուսնության կոնկրետ տարեդարձին ինչ որ բան կազմակերպեմ, կարծում եմ Նիկոլը կհիշի, որ անթերի բոլորը արել եմ, Աննան էլ կհիշի, Սերենադները անգամ կա սերենադը կա, երբ որ Նիկոլը ինձ գրեց, որ թերթում տպվել էր մի հոդված, որ Երևանում կա խումբ գովազդային նյութ էր, որ կա խումբ, որ սերենադա երկում վճարովի ու խնդրեց, որ Աննայի ծնունդին այդ տեսանյութն էլ կա ու խնդրել էր, որ նկարեմ այդ ու ես նկարում եմ Ինչ երգ են երգում։ ոնց որ Սանտա Լուչիան, Սոլեմիո Սանտա Լուչիա, եթե չեմ սխալվում։ մի ուրիշ նամակում կոնկրետ Աննայի ծննդյան առիթով պետք էր, որ Աննան մտնի տուն, ավելի շուտ տանը լինի, գիշերը ժամը 1-ին, երբ որ լինի փետրվարի 1-ը, տանը մագնիտոֆոնից հնչի Pink Floyd-ի The Dark Side of the Moon ստեղծագործությունից մի հատ շատ կոնկրետ հատված, որը իրանք գիտեն, թե դա ինչ է նշանակում, հիշողություններ կա այդ կատարմանը։ Եվ ես իհարկե հնչեց, կազմակերպեցիք։ Իհարկե հնչեց, եղել են, որ Մնում է Pink Floyd-ի համերգը կազմակերպենք։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Պարոն Փաշինյան, սիրում եք նվերներ ստանալ։ Թե սիրում եք ավելի շատ նվերներ տալ։ Որ անկեղծ ասեմ, չէ, չեմ սիրում նվերներ ստանալ։ Առհասարակ։ Արգելված է։ Չէ, հիմա արգելված է, բայց ընդհանրապես այդ ինձ բան չի անում։ Նվեր Գիտեք ինչ, հիմա օրինակ ասենք նույն անցյալ տարի հունիսի 1-ին Աննան ինձ հարվածային գործիքներ անել է, ասենք դա շատ սիրեցի այդ նվերը ստանալ եւ կուզենայի այդ նվերը ստանալ, բայց մի նվեր, որը ինձ ես ինչ որ մի շերտում չկա մի բան, որ վայ այդ բանը ես ուզում եմ, չեմ սիրում։ Դե ուրեմն ես որոշել եմ պարոն Փաշինյանին Մեսսի շապիկը նվիրեի, Մեսսի ստորագրությամբ, թողեմ ինձ, բայց իրականում ունեմ ես դրանից։ շապիկ ունեք։ Մեսսի ստորագրությամբ։ Այո։ Որտեղից պատմեք։ Մեսսի եղբայրն անցած տարի Ռոնալդո Մեսսի աղբյուրը։ Անցյալ տարի Մեսսի հալալ եղբայրը մեր IT ոլորտում ներդրողներից մեկի հետ կապ ունի, իր միջոցով փոխանցել։ Բայց ձեզ պետք չի այդ նվերը։ Կարակ ինձ տա։ Չէ, մեծ պատիվ է։ Եթե պետք չի, կարակ ինձ դրա համար է ասում։ Ուրեմն Կոլյա Ստեփանյանը, որը որ Արցախյան պատերազմի մասնակից էր եւ այն տղաներից մեկն է, որը 70 օր շրջափակման մեջ էր եղել եւ դուրս էր եկել։ Շրջափակումից դուրս գալուց հետո գրել է գիրք։ Արցախյան իր ուղին է, սա, սկզբից գրել է ռուսերեն, где հետո վերջապես այս վերջերս թարգմանվել է եւ նա նկարը կա իր Կոլյայի նկարը հեռախոսով կարող եք հիմա ցույց տալ, ստեղ չկա։ Կոլյա Ստեփանյանը մի քանի անգամ եկել է ռադիո ինձ մոտ հյուր, ես իր այդ մեծ հարցազրույց եմ արել։ Իմ մտերիմ եւ հարազատ մատնադարձ ինձ համար այն երիտասարդներից էր, որը որ Ռուսաստան Դաշնությունում ապրելով ընտանիքի հետ այնց կռիվանելու միջև պատերազմը, չգիտեին որ
պատերազմը սկսելու, եկել այստեղ բանակում ծառայելու, 3 ամսվա ծառայել եւ պատերազմը սկսել է։ Վերջը թարգմանվեց հայերեն գիրքը եւ երբ որ նա իմացավ, որ դուք գալու եք մեզ մոտ պարոն Սիմոնյանի զանգից հետո, ինձ խնդրեց, որ այս գիրքը փոխանցեմ ձեզ։ Հաճիկով, շնորհակալ։ Կոլյա Ստեփանյանը աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որտեվ Arsenal ակումբը, որի ֆանատն են, դա 22 տարի անց դարձավ Անգլիայի ուրեմն չեմպիոն, իսկ Կոլյա Ստեփանյանը ծնված օրվանից դա չէր տեսել։ Հիմա նաև Կոլյա տես, ասածս անում եմ, սա ձեզ խնդրեմ։ Իստորագրությունը կա, ասեցի մի բան գրի, ասեց ինչ գրեմ, չգիտեմ ինչ գրեմ։ Լավ կլներ, մեր երկու բան գրի։ Դե Մեսսի ստորագրությունը ունեք, Կոլյա Ստեփանյանի ստորագրությունը ունեք։ Ամեն ունեք։ դեպս առողջությունը նորմալ է։ Նա կորցրել է 2 ոտքը։ Ես ինչ համար եմ ասում, ես երևի այցելել եմ Իրանը։ Այո, դուք կարծեմ այն ժամանակ այցելել եք։ Նա այսօր 2 ոտք չունի պրոթեզներով, բայց լիարժեք կյանքով ապրում, նոր է վերադարձել կնոջ հետ Վիետնամից, գնացել էր Վիետնամ, անգլերենի ուսուցիչ էր աշխատում։ Վիետնամացի երեխաներին անգլերենի ուսուցում էր։ Որտեւ իր մասին որ պատմեցիք, ես նկարը դրա համար ասի կարակ ցույց տալ։ Իսկ հիմա վերադարձել է եւ այստեղ փուրում է աշխատում եւ թխում է համով բաներ։ Վերջի մեր հանդիպման ժամանակ պետք է գնար առաջի անգամ փուր, ինձ ասում էր գնամ թե չգնամ, ասում կոլ դե որ կանչել են, պիտի գնաս, ասում եմ, բայց գիտես ամենակարևորը ինչա հաց թուխի համար։ Չգիտեի ես դա։ Ասում եմ պետք է հասկանա, այնտեղ մարդիկ կան, որ հասկանում են խմորը քեզ սիրում է թե ոչ։ Պարզեց որ Կոլյան խմորը սիրում է։ Սա ձեզ ամեն ինչն է տենց Միչայելոց, ամեն ինչն էլ տենց է։ Այսինքն որովհետև առանց սիրո ոչ ինչ որ առանց սիրո է, ինքը մեկա տեխնոլոգիա է։ Պարոն Փաշինյանը տեխնոլոգիաներին դեմ է եւ Չէ, դեմ չեմ տեխնոլոգիաներին։ Չէ, արհեստական։ Չէ, ես դեմ եմ, ես շատ կողմ եմ տեխնոլոգիաներին, բայց այն տեղում, որտեղ տեխնոլոգիան չպետք է զբաղեցնի սիրո տեղը, սերը հնարավոր չի տեխնոլոգիայով փոխարինել։ Դա ես դա եմ ուզում ասել, էլի։ Պրոստը ձեր մոտ ավելի ստացած, որովհետեւ դուք ի տարբերությունից հայոց լեզուն դպրոցում շատ ավելի եք ուսումնասիրել։ Ես էլ ունեմ մի փոքրիկ խնդրանք։ Կարող եք գնալ եւ նստել հարվածային գործիքների վարպետի մեր տեղը։ Մեծ հաճույք է։ Տեսնենք թե լավ եք հարվածային գործիքներին տիրապետում։ Իմիջիալս դուք ձեզ ինչպես եք գնահատում։ Ես սովորում եմ։ Դեռ սովորում եք։ Ես սկսնակ եմ, ես սկսնակի ճանապարհի կեսին եմ, այսինքն ես դեռ սկսնակի ճանապարհը միջև վերջել չեմ։ Սպիտակ ջյուդոյում օրինակ սկսնակները սպիտակ գոտ էին կրում, հիմա չէ, ես հələ գոտի չեմ կրում։ Ուրեմն բեմ ենք հրավիրում հարվածային գործիքների դեռ ոչ այդքան վարպետ Նիկոլ Փաշինյանին։ Մնացեք մեզ հետ։ Shine the king
չկորսել քեզ բայց նորից կտամ պետություն մեր հայրենիք մեր վին այն ամեն ես ինչ որ մենք ենք մեր զերը քեզ չեն լքի կրկին չկորսել քեզ բայց նորից կտամ պետություն մեր հայրենիք մեր վին Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի երեկոն շանթում։ Մնացեք մեզ հետ, սերը կփրկի այս աշխարհը։ Կհանդիպենք։ Ցե